Արարատյան դաշտի մեկուսի կալվածքներից մեկի կիզիչ տապի մեջ մի երիտասարդ սպասուհի եգիպտացորենի դաշտից մարդկային տնքոց է լսում։ Գնալով ձայնի հետքով նա գտնում է խրտվիլակի պես կապկպված մի տարեց կնոջ, որը մահվան շեմին էր բոլորի կողմից անտեսված։ Այս հանդիպումը բացահայտում է ընտանեկան լքվածության լուռ մանիպուլյացիայի մի դաժան պատմություն, որը տարիներ շարունակ ջնջել էր այդ կնոջ գոյությունը։ Բայց ոչ ոք չէր սպասում, որ այս հայտնագործությունը կարթնացնի լռության բեռի տակ թաղված հիշողություններ, գաղտնիքներ, արյունակցական կապեր։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Հուլիսյան տապը ծանր ու անխնա վարագույրի պես իջել էր Այգեստան կալվածքի վրա։ Նունեն ճակատի քրտինքը սրբեց, սպիտակ սավանները հետնաբակի լվացքի պարանին փռելով։ Նրա արմատները զգուշությամբ ամրացնում էին յուրաքանչյուր կտորը։ Կտորն օրորվում էր տաք քամուց, որն իր հետ բերում էր հասունացած խաղողի բույրը։ Նա հոգոց հանեց, երազելով, որ այդ օրը շուտ վերջանա։ Ժամը 3-ն էր մոտենում, օրվա ամենաանտանելի ժամը։ Նունեն հայացքը բարձրացրեց դեպի անամպ երկինք, մի պահ իրեն թույլ տվեց մտածել, թե ինչպիսին կլիներ գլխավոր տան օթորակվող սենյակներում գտնվելը։ Բայց արագ վանեց այդ երակայությունը, կրկին կենտրոնացավ աշխատանքի վրա։ Այգեստան կալվածքը վեհորեն տարածվում էր Արտաշատի մատույցներում, Արարատյան դաշտի սրտում, շրջապատված կիլոմետրերով ձգվող այգիներով, որոնք կարծես վերջ չունեին։ Խաղողի վազերը տիրում էին բնապատկերին, որպես կանաչ ու ոսկեգույն մի կայսրություն, որը մեղմորեն ալիքվում էր, երբ քամին որոշում էր փչել, ստեղծելով մշտական մի խշշոց, որը դարձել էր այս հողի ձայնային ուղեկցորդը։ Կալվածքի պատմությունը դրոշմված էր յուրաքանչյուր աղյուսի, յուրաքանչյուր դարավոր ծառի, ժամանակի կողմից մաշված յուրաքանչյուր դարպասի վրա։ Մարտիրոսյանների ընտանիքի սերունդները ծնվել, մեծացել, սիրել ու հեռացել էին այս հողերում, թողնելով իրենց տեսանելի-անտեսանելի հետքերն ամենուր։ Գլխավոր տունը բարգավաճ ժամանակների պերճախոս վկայությունն էր, ամբողջովին սպիտակ ներկված մի վեհաշուկ առանձնատուն, որն արի տակ փայլում էր, կարծես մարմարից լիներ։ Նրա մուգ փայտից բարձր պատուհանները, որոնք հղկվել էին այլս գոյություն չունեցող վարպետների կողմից, նրբագեղորեն հակադրվում էին բաց գույնի պատերին։ Լայն պատշգամբները գրկում էին շինությունը, որպես հյուրընկալ ձեռքեր, ստվեր ու զովություն առաջարկելով ամենաանտանելի օրերին։ Դա մի տուն էր, որը հարգանք էր ներշնչում, որը խոսում էր իշխանության ու ավանդույթների մասին, որը խիստ հակադրվում էր կալվածքի տարածքում սփռված աշխատանքային շինություններին, ֆունկցիոնալ ու անզարդ կառույցներին, որտեղ ամեն օր տեղի էր ունենում կալվածքի իրական կյանքը։ Նունեն այնտեղ աշխատում էր գրեթե 2 տարի, այն օրվանից, երբ մարտի մի անձրոտ առավոտ թողել էր Վանաձորը, իր հետ տանելով միայն մի հին ճամպրուկ ավելի լավ կյանքի հույսերով լի սիրտ։ 23 տարեկանում նա դեռ երազում էր բաների մասին, որոնք չափազանց հեռու էին թվում հասնելու համար, բայց պարոն Տիգրանի կալվածքում աշխատանքը գոնե նրան ապահովում էր կացարանով, օրական 3-անգամյա սնունդով, համեստ աշխատավարձով, որը նա ամեն ամիս բարեխղճորեն ուղարկում էր իր հետում մնացած հիվանդ մորը։ Դա այն կյանքը չէր, որը նա պատկերացրել էր իր համար, երբ երեխա էր, մեծ երազանքներ ուներ, բայց դա ազնիվ կյանք էր, դա իր արժեքն ուներ։ Հենց այն պահին, երբ նա վերջին սավանն ամրացրեց պարանին, կարգավորելով փայտե ամրակները, որպեսզի քամին չտանի ծանր կտորը, նա լսեց ցածր մի ձայն, գրեթե աննկատ կեսօրվա մյուս բոլոր ձայների մեջ, որը գալիս էր լվացքատնից այն կողմ, դեպի եգիպտացորենի դաշտը, որը գտնվում էր կալվածքի մյուս կողմում, որտեղ տարվա այդ եղանակին հազվադեպ էր մեկը գնում։ Նունեն կանգ առավ, մարմինը լարվեց մի ձով, որը չէր կարող բացատրել, գլուխը թեքելով կողքի, ինչպես զգոն կենդանի, որը փորձում է նկատել անտեսանելի վտանգը։ Քամին էր։ Թե ինչ-որ վայրի կենդանի։ Ոչ, այդ ձայնի մեջ ինչ-որ տարբեր բան կար, ինչ-որ խորապես անհանգստացնող բան, որը ստիպեց նրա ստամոքսը տարօրինակ ու անհարմար ձով կծկվել։ Դա տնքոց էր։ Մարդկային տնքոց, թույլ ու հեռավորությունից խլացված, բայց անկասկած մարդկային։ Եվ դրա մեջ կար հուսահատության մի որակ, որը սառեցրեց նրա արյունը նույնիսկ այդ ամբողջ տապի մեջ։ Նա առանց մտածելու գցեց լվացքի զամբյուղը, թողնելով, որ այն ընկնի գետնին, սկսեց քայլել ձայնի ուղղությամբ։ Սկզբում նրա քայլերը տատանվող էին, վախն ու հետաքրքրասիրությունը լուռ պայքար էին մղում նրա ներսում, բայց երբ մոտենում էր, տնքոցն ավելի պարզ, ավելի հստակ էր դառնում, նրա ներսում ինչ-որ բան որոշում կայացրեց։ Պետք է պարզեր, թե դա ինչ է։ Պետք է օգներ։
Նա անցավ չոր խոտածածկը, որը բաժանում էր ծառայողական տարածքը դաշտից, նրա հողաթափերը յուրաքանչյուր քայլից փոշու փոքրիկ ամպեր էին բարձրացնում, իսկ սիրտը սկսեց ավելի արագ բաբախել կրծքում։ Եգիպտացորենի դաշտը բացվեց նրա առջ ուղղահայաց լաբիրինթոսի պես, բարձր բույսերը ստեղծում էին կանաչ ու ստվերոտ միջանցքներ, որոնք մասամբ փակում էին անողոք ары։ Սուր տերները քսվում էին նրա մերկ ձեռքերին, թողնելով փոքրիկ կարմիր քերծվածքներ, որոնք այրում էին քրտինքից, բայց նա հազիվ էր նկատում։ Նա ամբողջովին կենտրոնացած էր այն ձայնի վրա, որն այժմ լսում էր անհանգստացնող պարզությամբ։ Դա պարզապես տնքոց չէր։ Դա աղերսանք էր։ Ինչ-որ մեկը օգնություն էր խնդրում, ջուր էր խնդրում, ողորմություն էր խնդրում նրանից, ով կարող էր լսել։ Նունեն արագացրեց քայլերը, դողացող ձեռքերով եգիպտացորենի տերները կողքի հրելով, խուճապը սկսեց տիրել նրան։ Ո՞վ էր այնտեղ։ Ինչ էր պատահել։ Եվ հետո, մի հատկապես խիտ շարքից հետո շրջվելով, նա տեսավ։ Եվ նրա աշխարհը կանգ առավ։ Դաշտի մեջտեղում, փոշոտ հողի մեջ խորը խրված հին փայտեսյանը կապված, մի կին էր։ Մի տարեց տիկին, որի ձեռքերը գրոտեսկային կերպով բարձրացված էին գլխից վեր մի անկյան տակ, որն անհնար էր հարմարավետ լինել, ձեռքերը կապված էին հաստ ու կոշտ պարաններով, որոնք կտրում էին կնճռոտ մաշկը, թողնելով կարմիր ու վառ հետքեր։ Նրա դեմքն ուռած ու կարմրած էր արի դաժան ազդեցությունից, մաշկը ձգված ու փայլուն էր որոշ տեղերում, որտեղ արդեն սկսում էին այրվածքի բշտիկներ առաջանալ։ Շուրթերը լրիվ ճաքճքել էին, որոշ տեղերում արնահոսում էին, իսկ կիսափակ աչքերը կարծես չափազանց խորն էին ընկել գանգի մեջ, շրջապատված խորը մուգ շրջանակներով, որոնք խոսում էին ծայրահեղ հյուծվածության մասին։ Նա հագել էր մի պարզ զգեստ, որը մի ժամանակ սպիտակ էր, բայց այժմ կեղտոտված էր հողից, քրտինքից մի բանից, որը կարող էր չորացած արյուն լինել։ Նրա նիհար ու փխրուն մարմինը կարծես պատրաստվում էր փլվել, ասես միայն կամքի ուժն էր նրան նվազագույնս ուղիղ պահում։ Ոտաբոբիկ ոտքերն ուռած էին ու ծածկված քերծվածքներով ու կտրվածքներով, իսկ դրան շուրջ գետինը նշմարված էր այնպես, որը հուշում էր, որ նա ինչ-որ պահի փորձել էր փորել կամ պայքարել ազատվելու համար։ Նունեն զգաց, որ ոտքերը վտանգավոր կերպով թուլանում են իր իսկ ծանրության տակ։ Մի երկար պահ, որը կարծես հավերժություն տեց, նա բացարձակապես ոչինչ չկարողացավ անել, բացի այդ սարսափելի ու անիրական տեսարանին նայելուց, հուսահատորեն փորձելով ընկալել այն, ինչ տեսնում էին իր աչքերը, բայց ինչը նրա միտքը հրաժարվում էր ընդունել որպես իրականություն։ Ինչպես էր դա հնարավոր։ Ով, հանուն Աստծո, նման բան կաներ մեկ այլ մարդու հետ։ Մի անպաշտպան տարեց կնոջ հետ։ Եվ այնտեղ, այն կալվածքում, որը նա կարծում էր, թե ճանաչում է, որտեղ աշխատում էր 2 տարի։ Կինը դանդաղ բացեց աչքերը, կարծես նույնիսկ այդ փոքր ջանքը իր մնացած ուժերից վեր մի մարտահրավեր լիներ, նայեց Նունեին մի սրությամբ, որը խորը կտրեց երիտասարդ աղջկա հոգին։ Նրա աչքերը, չնայած ջրազրկումից ու տառապանքից մշուշոտ, դեռ պարունակում էին կյանքի, գիտակցության, մարդկայնության կայծեր, որոնք հրաժարվում էին լիովին մարել։ Նրա ճաքճքած շուրթերը ցավագին դժվարությամբ շարժվեցին, մի խրպոտ ու կոշտ շշուկ դուրս եկավ, յուրաքանչյուր բառը կարծես նրանից հսկայական ջանք էր պահանջում։ Ջուր։ Խնդրում եմ ջուր։ Այդ բառը կոտրեց շոկի տրանսը, որը կաթվածահար էր արել Նունեին։ Նա անհարմար քայլերով վազեց դեպի կինը, ծայթաքելով մերկ արմատների ու չորացած հողակոշտերի վրա, գրեթե 2 անգամ ընկնելով նրանց բաժանող կարճ ճանապարհին։ Նրա ձեռքերն այնքան էին դողում, որ հազիվ էր կարողանում համակարգել շարժումները, երբ փորձում էր հասնել պարաններին, որոնք կապում էին տարեց կնոջ դաստակները։ Բայց դրանք չափազանց բարձր էին նրա հասակի համար, կապված էին դաժան ուժով մի բարդ հանգույցով, որը նա գաղափար անգամ չուներ, թե ինչպես քանդել, նրա մատները սահում էին կոշտ նյութի վրայով, առանց որե առաջընթացի։ Նա մատների ծայրերին բարձրացավ, փորձեց ցատկել, ավելի լավ հասնելու համար, բայց ապարդյուն էր։ Ով էլ որ կապել էր այդ խեղճ կնոջն այնտեղ, հոգ էր տարել, որ նրա համար անհնար լինի ինքնուրույն ազատվել։ Արցունքները սկսեցին հոսել Նունեի դեմքով, խառնվելով քրտինքին, մինչ հիասթափությունն ու հուսահատությունը տիրում էին նրան։ Տարեց կինը ցածրաձայն տնքում էր Նունեի յուրաքանչյուր շարժումից, ազատվելու յուրաքանչյուր փորձն ավելի շատ ցավ էր պատճառում արդեն բաց վերք դարձած դաստակներին։ Ես օգնություն կկանչեմ, վերջապես ասաց Նունեն, նրա ձայնը խեղդված ու կոտրված էր արցունքներից, որոնք չէր կարողանում զսպել։ Ես կվերադառնամ, խոստանում եմ իմ կյանքով։ Դուք լավ կլինեք, երդվում եմ, որ մեկին կբերեմ։ Խնդրում եմ, մի քիչ էլ դիմացեք։ Նա չգիտեր, արդյոք տարեց կինը հասկացել էր իր խոսքերը տառապանքի մշուշի միջով,
որն անշուշտ պատել էր նրա գիտակցությունը, բայց նա այլևս ոչ մի վայրկյան չէր կարող կորցնել։ Յուրաքանչյուր րոպեն կարող էր լինել տարբերությունը կյանքի մի բանի մեջ, որի մասին նա նույնիսկ չէր ուզում մտածել։ Նա դուրս վազեց եգիպտացորենի դաշտից, կարծես սատանան անձամբ լիներ իր կրունկների հետից, սիրտը խելահեղ ռիթմով բաբախում էր, թոքերն այրվում էին այդ տաք ու չոր օդը շնչելու ջանքից, արցունքներն այնքան էին մշուշել նրա տեսողությունը, որ ճանապարհին քիչ մնաց բախվեր մի ծառի։ Պետք էր մեկին գտնել։ Ցանկացած մեկին, ով կարող էր օգնել։ Եվ այդ կալվածքում միայն մի մարդ կար, ում նա իսկապես վստահում էր, մի մարդ, ով միշտ նրան հարգանքով ու արժանապատվությամբ էր վերաբերվել, երբ մյուսները նրան տեսնում էին պարզապես որպես մեկ այլ անկարող սպասուհի։ Տիգրանը գլխավոր տան իր աշխատասենյակում էր, վերանայում էր արտահանման փաստաթղթերի կույտերը այն մարդու բնորոշ կենտրոնացմամբ, ով իր գործերին շատ լուրջ է վերաբերվում, երբ Նունեն ներխուժեց դռնով, առանց թակելու, առանց թույլտվություն խնդրելու, առանց որե հաշվի առնելու այն արարողակարգը, որը սովորաբար կարգավորում էր աշխատողների տերերի փոխհարաբերությունները։ Նա զարմացած բարձրացրեց հայացքը, պատրաստ մեղմորեն նկատողություն անելու այդ ներխուժման համար, բայց հետո իսկապես տեսավ, թե ինչ վիճակում էր նա։ Նունեն լիովին քայքայված էր։ Ուրվականի պես գունատ, չնայած տապին, շնչահեղձ, կարծես մարաթոն վազած լիներ, հագուստը կեղտոտված հողից ու տերներից, փոքրիկ քերծվածքներն արնահոսում էին նրա ձեռքերին, իսկ աչքերը լայն բացված էին մաքուր ու չստված խուճապից։ Նրա արտահայտության մեջ ինչ-որ բան կար, որը ստիպեց Տիգրանի բոլոր մտքերն արտահանման ու շահույթի մասին ակնթարթորեն գոլորշիանալ։ Պարոն Տիգրան, աղաչեց նա, գործնականում բառերը գոռալով հեկեկոցների միջից, խնդրում եմ, դուք պետք է հիմա ինձ հետ գաք։ Եգիպտացորենի դաշտում մի կին է կապված։ Նա արի տակ մահանում է։ Երդվում եմ Աստծով, որ չեմ հորինում, չեմ խելագարվել։ Նա այնտեղ է, շտապ օգնության կարիք ունի։ Խնդրում եմ, հավատացեք ինձ։ Տիգրանը խորը կնճռեց ճակատը, փորձելով ընկալել այդ բառերը, որոնք կարծես ոչ մի իմաստ չունեին։ Մի կին կապված իր իսկ կալվածքի եգիպտացորենի դաշտում։ Ինչպես էր դա հնարավոր։ Նունե, վստահ ես, թե ինչ ես տեսել։ Նա զգուշորեն սկսեց, բարձրանալով աթոռից։ Տապը կարող է տարօրինակ բաներ անել մեր գլխի հետ, երբեմն մենք տեսնում ենք բաներ, որոնք դա տապը չէ։ Նա գոռաց մի ուշքնությամբ, որը նա երբեք չէր տեսել նրա մոտ, ընդհատելով նրան մի ձով, որը այլ հանգամանքներում աներակայելի կլիներ։ Ես իմ աչքերով եմ տեսել։ Դիպել եմ նրան, փորձել եմ արձակել, բայց պարանները չափազանց բարձր են։ Նա ջուր խնդրեց, պարոն Տիգրան։ Նա գիտակցության մեջ է, բայց հազիվ է կարողանում խոսել։ Եթե հիմա չգնանք, նա կմահանա։ Հասկանում եք։ Նա կմահանա։ Այդ երիտասարդ աղջկա բացարձակապես անկեղծ հուսահատության մեջ, նրա ամբողջ մարմնի դողի, անզուսպ արցունքների մեջ ինչ-որ բան կար, որը ստիպեց Տիգրանին իր որոշումը կայացնել մի ակնթարթում։ Նա Նունեին չէր ճանաչում որպես դրամատիկ կամ չափազանցություններին հակված մեկի։ Ընդհակառակը, այնտեղ աշխատած 2 տարիների ընթացքում նա միշտ եղել էր զուսպ, վստահելի, իրատես։ Եթե նա այդ վիճակում էր, ուրեմն իսկապես շատ լուրջ բան էր պատահել։ Ինձ տար այնտեղ։ Հիմա, ասաց նա հաստատակամորեն, արդեն վերցնելով ամենագնացի բանալիները, որոնք կախված էին դռան կողքի կեռիկից։ Նրանք լարված ու ծանր լռության մեջ անցան կալվածքի տարածքով, որը խախտվում էր միայն շարժիչի ձայնով Նունեի դեռս շնչահեղձ շնչառությամբ, մինչ նա նյարդային ժեստերով ու կատաղի մատնացույցներով ցույց էր տալիս ճանապարհը։ Տիգրանը զգում էր, որ իր ստամոքսն ավելի ու ավելի է սեղմվում, երբ մոտենում էին եգիպտացորենի դաշտին, մի վատ զգացողություն աճում էր նրա ներսում, թունավոր բույսի պես։ Երբ վերջապես հասան դաշտի եզրին իջան մեքենայից, Նունեն գործնականում վազեց առաջ, նա հետեց նրան կանաչ միջանցքներով, որոնք նա վճռականորեն բացում էր։ Եվ հետո նա տեսավ։ Եվ զգաց, կարծես ուժգին հարված ստացավ ուղիղ կրծքավանդակի կենտրոնում, որը միանգամից դուրս հանեց նրա թոքերի ամբողջ օդը։ Աստված իմ, միակ բառերն էին, որ կարողացավ արտասանել, նրա ձայնը դուրս եկավ սարսափահար շշուկով։ Տեսարանն ավելի վատ էր, քան Նունեն նկարագրել էր, ավելի վատ, քան ցանկացած պատկեր, որը նրա միտքը կարող էր հորինել, հիմնվելով նրա խոսքերի վրա։ Այդ սյանը կախված տարեց կինն ավելի շատ մեռածի էր նման, քան կենդանի, մի սարսափելի ու դաժան խրտվիլակ, որն այնտեղ դրվել էր ինչ-որ հիվանդ մտքի կողմից։
Տիգրանը արագ մոտեցավ լայն քայլերով, արդեն հանելով դանակը, որը միշտ կրում էր Տաբատի գրպանում, նրա ձեռքերը տեսանելիորեն դողում էին, երբ բացում էր շեղբը։ Նա արագ, բայց զգույշ շարժումներով կտրեց պարանները, փորձելով նրան ավելի չվնասել, քան արդեն վնասված էր։ Հենց որ վերջին պարանը կտրվեց, կինը լիովին փլվեց նրա գրկում, զարմանալիորեն թեթ մի ծանրություն, կարծես նրա մարմինը դարձել էր միայն ոսկորներ ու չոր մաշկ։ Նա պահեց նրան իր ողջ կարողությամբ, զգալով, թե ինչպես է այդ փխրուն ու կոտրված մարմինը թեթակի դողում իրեն կպած, երկար տարիների մեջ առաջին անգամ Տիգրանը զգաց, որ իր իսկ աչքերն արցունքով են լցվում։ Նուն է, ջուր բեր։ Արագ հրամայեց նա, նրա ձայնը դուրս եկավ ավելի կոշտ, քան մտադրվել էր, այն հուզմունքի պատճառով, որը փորձում էր զսպել։ Երիտասարդ աղջիկը վերադարձավ ամենագնացի մոտ, կարծես թեր ունենար ոտքերին, վայրկյանների ընթացքում վերադառնալով հանքային ջրի շշով, որը գտնվում էր ձեռնոցների պահոցում։ Տիգրանը մի ձեռքով պահեց տարեց կնոջ գլուխը, մեղմորեն թեքելով այն, իսկ մյուսով շիշը մոտեցրեց նրա ճաքճքած ու արնահոսող շուրթերին։ Նա դանդաղ թրջեց դրանք, թույլ տալով, որ նա շատ փոքր կումերով խմի, վախենալով, որ եթե շատ արագ խմի, կարող է խեղդվել կամ փսխել։ Նա տեսանելի դժվարությամբ կուլ տվեց, թույլ հազալով, բայց աստիճանաբար նրա շնչառությունը սկսեց մի փոքր ավելի կանոնավոր, մի փոքր ավելի քիչ հուսահատ դառնալ։ Նրա աչքերը մի փոքր ավելի բացվեցին, կենտրոնանալով Տիգրանի վրա մի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում վերծանել, բայց որը խորապես անհանգստացնում էր նրան։ Նրան տուն կտանենք, ասաց Տիգրանը հաստատուն ձայնով, կնոջը գրկած բարձրացնելով, կարծես նա ոչինչ չկշռեր։ Նուն է, դու առաջ գնա պատրաստիր վերի հարկի հյուրասենյակը։ Թարմ սրբիչներ, սառը ջուր, բաց պատուհաններ։ Եվ դեռ ոչ ոքի մի պատմիր, թե ինչ է պատահել այստեղ։ Ոչ ոքի։ Հասկացար։ Այո, պարոն, պատասխանեց Նունեն, արդեն նրանցից առաջ վազելով դեպի տուն։ Տիգրանը տարեց կնոջը տարավ մի նրբությամբ, որը կզարմացներ նրան, ով նրան ճանաչում էր միայն որպես կոշտ գործարար։ Յուրաքանչյուր քայլը չափված էր, զգույշ, կարծես նա տանում էր անսահման թանկարժեք ու փխրուն մի բան, որը կարող էր կոտրվել ամենափոքր կտրուկ շարժումից։ Եվ երբ նայում էր տառապանքով դրոշմված այդ դեմքին, նրա ներսում տարօրինակ բան տեղի ունեցավ։ Անհանգստացնող ծանոթության զգացում, կարծես իր հիշողության շատ հեռավոր մի տեղում այդ դիմագծերը նրան ծանոթ լինեին։ Բայց դա անհնար էր։ Նա երբեք իր կյանքում չէր տեսել այդ կնոջը։ Նա վստահ էր դրանում։ Թե ոչ։ Արի առաջին ճառագայթները ներս էին թափանցում հյուրասենյակի վարագույրների ճեղքերից, երբ տարեց կինը վերջապես լիովին բացեց աչքերը։ Տիգրանը, որը ամբողջ գիշերն անցկացրել էր մահճակալի կողքի բազկաթոռին, արթնացավ ներքնակի նուրբ շարժումից անմիջապես ոտքի կանգնեց, զգուշորեն մոտենալով։ Գիշերվա ընթացքում ընտանիքի անձնական բժիշկը եկել, զննել էր կնոջը, կաթիլային դրել դեղեր թողել։ Ախտորոշել էր ծանր ջրազրկում, մարմնի տարբեր մասերում երկրորդ աստիճանի այրվածքներ, ծայրահեղ հյուծվածություն։ Եթե նա մի քանի ժամ մնար այդ անողոք արի տակ, չէր փրկվի, եղել էին բժշկի լուրջ խոսքերը հեռանալուց առաջ։ Տարեց կնոջ դեմքը դեռ կրում էր տառապանքի հետքերը, բայց նրա մաշկի վրա ավելի շատ գույն կար, նրա հայացքում ավելի շատ պարզություն։ Նա մի քանի անգամ թարթեց, կարծես փորձում էր կողմնորոշվել տարածության մեջ, հասկանալ, թե որտեղ է ինչպես է հայտնվել այնտեղ։ Երբ նրա աչքերը հանդիպեցին Տիգրանին, նրա արտահայտության մեջ ինչ-որ բան փոխվեց։ Բարդ մի հուզմունք անցավ ժամանակի ցավի կողմից դրոշմված այդ դեմքով։ Ինչպե՞ս եք ձեզ զգում, հարցրեց նա մեղմորեն, նրա ձայնը ցածր դուրս եկավ, նրան չվախեցնելու համար։ Ինչ-որ բանի կարիք ունեք։ Նա երկար նայեց նրան, շուրթերը շարժվում էին, կարծես փորձարկում էր, թե դեռ կարող է բառեր կազմել։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը թույլ, բայց պարզ դուրս եկավ։ Ջուր։ Խնդրում եմ։ Տիգրանը զգույշ ձեռքերով նրան մի բաժակ մատուցեց, օգնելով մասամբ նստել, մեջքը հենելով բարձերին։ Նա դանդաղ խմեց, փոքր, դիտավորյալ կումերով, յուրաքանչյուր կումի միջ փակելով աչքերը, կարծես վայելում էր հեղուկը մի ձով, որը կարող է հասկանալ միայն նա, ով եղել է մահացու ջրազրկման եզրին։ Հետո նորից հենվեց բարձերին, ավելի հեշտ շնչելով, քան նախորդ գիշեր։ Շնորհակալ եմ, շշնջաց նա, այդ պարզ բառի մեջ այնքան հուզմունք կար, որ Տիգրանը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում իր կրծքում։ Խնդրեմ։ Գիտեք որտեղ եք։ Գիտեք ով եմ ես։ Նա նորից նայեց նրան, այս անգամ այդ թափանցող հայացքի մեջ ինչ-որ տարբեր բան կար։
Խորը տխրության, հին սիրո մի ցավի խառնուրդ, որը կարծես տասնամյակների ծանրություն էր կրում։ Երբ նա խոսեց, յուրաքանչյուր բառ սենյակում ընկավ որպես հանգիստ լճի մեջ նետված քար, ստեղծելով ալիքներ, որոնք տարածվում էին բոլոր ուղղություններով։ Այո, գիտեմ։ Դու Տիգրան Մարտիրոսյանն ես։ Իմ որդին։ Հաջորդած լռությունն այնքան խիտ էր, որ կարծես ֆիզիկական լիներ, զբաղեցնում էր ամբողջ հասանելի տարածքը, դժվարացնում օդ շնչելը։ Տիգրանը զգաց, որ ոտքերը հանկարծ կորցնում են ուժը, ստիպված եղավ հենվել գիշերասեղանին, չընկնելու համար։ Նրա ձեռքերն այնքան ուժեղ բռնեցին փայտը, որ մատները սպիտակեցին։ Մի երկար ու սարսափելի պահ նա կարծեց, թե սխալ է լսել, որ կինը զառանցում է, որ ջրազրկումը դեռ ազդում է նրա մտքի վրա։ Բայց այն ձև, որով նա նայում էր նրան, զսպված հուզմունքի այդ ուժգնությունը, ստիպեց նրա ներսում ինչ-որ բան շրջվել մի ձով, որը նա չէր կարող բացատրել։ Ոչ, վերջապես ասաց նա, կտրականապես ժխտելով գլխով։ Դա հնարավոր չէ։ Մայրս մահացել է, երբ ես 8 տարեկան էի։ Հիշում եմ հուղարկավորությունը, հիշում եմ սազգեստ մարդկանց, հիշում եմ, որ օրերով լաց էի լինում։ Դուք չեք կարող նա լինել։ Իսկապես հիշում ես Տիգրան, հարցրեց նա մեղմորեն, արցունքները սկսեցին հոսել նրա դրոշմված դեմքով։ Թե հիշում ես այն, ինչ քեզ պատմել են։ Այն, ինչ քեզ ստիպել են հավատալ։ Լավ մտածիր, որդիս։ Փորձիր իսկապես հիշել։ Իմ ձայնը, որը քեզ համար օրորոցային էր երգում։ Պատմությունները, որոնք պատմում էի քնելուց առաջ։ Այն ձև, որով ձեռքս անցկացնում էի մազերիդ միջով, երբ վախենում էիր։ Տիգրանը բացեց բերանը, բողոքելու, այդ ամենը կտրականապես ժխտելու համար, բայց հետո ինչ-որ բան տեղի ունեցավ։ Մի հիշողություն, աղոտ ու մշուշոտ, ինչպես հին լուսանկար, դուրս եկավ նրա մտքի խորքից։ Կանացի մի ձայն, որը ցածրաձայն երգում էր մի երգ, որը նա տասնամյակներ շարունակ չէր լսել։ Նուրբ ձեռքեր, որոնք շոյում էին նրա մազերը, մինչ դրսում ամպրոպն էր վախեցնում։ Նարտոսի տնական օճառի բույր։ Մի ժամանակաշրջանի կտոր-կտոր պատկերներ, որը նա կարծում էր, թե լիովին մոռացել է, կամ որը գուցե երբեք իրականում գոյություն չի ունեցել։ Չեմ հասկանում, շշնջաց նա, ավելի շատ իրեն, քան նրան։ Ես վստահ էի։ Բոլորն ինձ ասացին, որ դու մահացել ես։ Հայրս, խորթ մայրս, բոլորը։ Ինչու պետք է ստեին այդ մասին։ Որովհետև այդպես ավելի հեշտ էր, բացատրեց Վարդուհին, նրա ձայնը ուժգնանում էր, չնայած ֆիզիկական թուլությանը։ Ավելի հեշտ էր ասել, որ ես մահացել եմ, քան բացատրել, որ ինձ ջնջել են քո կյանքից։ Որ ինձ քիչ-քիչ հեռացրել են, որ ինձ արգելել են քեզ տեսնել, քեզ դիպչել, քո մայրը լինել։ Հայրդ սիրահարվեց մեկ այլ կնոջ, Տիգրան Բելլային։ Նա երիտասարդ էր, գեղեցիկ, քաղաքից, լի փառասիրությամբ ու ծրագրերով։ Իսկ ես պարզապես գյուղի հասարակ կինն էի, առանց կրթության, առանց նրբագեղության։ Մի խոչընդոտ նրա ճանապարհին դառնալու այս կալվածքի տիրուհին։ Բայց հայրս դա չէր անի, թույլ բողոքեց Տիգրանը, նույնիսկ երբ զգում էր, որ իր բոլոր համոզմունքները սկսում են ճաքճքել ճնշման տակ գտնվող ապակու պես։ Նա պատվավոր մարդ էր, բոլորի կողմից հարգված։ Ինչպես կարող էր պարզապես ջնջել իր իսկ որդու մորը։ Տղամարդիկ սարսափելի բաներ են անում, երբ կուրացած են ցանկությունից, ասաց Վարդուհին ակնհայտ դառնությամբ։ Բելլան հստակ գիտեր, թե ինչպես մանիպուլյացիայի ենթարկել նրան։ Նա կասկածներ սերմանեց իմ լավ մայր լինելու ունակության, իմ հոգեկան առողջության, Մարտիրոսյանների կալվածքի ժառանգորդին դաստիարակելու իմ համապատասխանության մասին։ Ասաց, որ քեզ ավելի կրթված, ավելի ժամանակակից մայրական կերպար է պետք։ Եվ հայրդ, թույլ լինելով, երբ խոսքը նրա մասին էր, համաձայնեց ամեն ինչի հետ։ Արցունքներն այժմ ազատ հոսում էին Տիգրանի դեմքով։ Նրա մի մասը դեռ դիմադրում էր, դեռ ուզում էր հավատալ, որ այդ ամենը սխալմունք է, դաժան հորինվածք։ Բայց ինչ-որ բան կար այնձի մեջ, որով նա խոսում էր, այն մանրամասների մեջ, որոնք նա գիտեր, այն անկեղծ հուզմունքի մեջ, որն արտացոլվում էր յուրաքանչյուր բառում, որն անհնար էր դարձնում պարզապես նրա պատմությունը որպես զառանցանք մերժելը։ Պատմիր ինձ, խնդրեց նա, ծանր նստելով մահճակալի եզրին։ Պատմիր ինձ ամեն ինչ սկզբից։ Ես պետք է իմանամ ճշմարտությունը, նույնիսկ եթե դա ցավեցնի։ Վարդուհին խորը շունչ քաշեց, փակելով աչքերը, կարծես ուժ էր հավաքում վերապրելու հիշողություններ, որոնք այդքան երկար փորձել էր թաղել։
Երբ սկսեց խոսել, նրա ձայնը հեռավոր մի որակ ուներ, կարծես պատմում էր մեկ այլ մարդու կյանքը, ոչ թե իրենը։ Ես ամուսնացա հորդ հետ, երբ 19 տարեկան էի։ Նա ավելի մեծ էր, լուրջ, աշխատասեր։ Դա կրկոտ ամուսնություն չէր, այլ փոխադարձ հարգանքի։ Դու ծնվեցիր 1 տարի անց, դա իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր։ Քեզ գրկիս առա խոստացա, որ միշտ կպաշտպանեմ քեզ, որ միշտ կլինեմ քո կողքին։ Բայց խոստումները երբեմն խախտվում են մեր կամքից ավելի մեծ ուժերի կողմից։ Նա դադար տվեց, սմիկուն ջուր խմելով, նախքան շարունակելը։ Երբ դու 5 տարեկան էիր, Բելլան հայտնվեց։ Նա սարքավորումների մատակարարներից մեկի զարմուհին էր, եկել էր մի որոշ ժամանակ անցկացնելու կալվածքում, հայրդ լիովին կախարդվեց։ Ես տեսնում էի, թե ինչ է կատարվում, բայց ոչինչ չէի կարող անել։ Տեսնում էի նրանց միջհայացքները, թաքուն հանդիպումները, որոնք նրանք կարծում էին, թե զուսպ են։ Եվ հետո նա սկսեց իր արշավն իմ դեմ։ Ինչպե՞ս, հարցրեց Տիգրանը, ձեռքերը բռունցք արած ծնկներին։ Սկզբում նուրբ ձերով։ Մեկնաբանություններ այն մասին, թե որքան հնաոճ եմ, թե ինչպես չգիտեմ ինձ պահել հասարակության մեջ, թե չունեմ անհրաժեշտ կրթությունը քեզ ճիշտ ուղղորդելու համար։ Նա համոզեց հորդ, որ քեզ դաստիարակչուհի է պետք, ինձնից ավելի որակավորված մեկը։ Աստիճանաբար ինձ հեռացրին քո դաստիարակության վերաբերյալ որոշումներից։ Ես այլս չէի կարող ընտրել քո հագուստը, քո ուտելիքը, քո առօրյան։ Բելլան էր անում այդ ամենը, մինչդեռ ես վերածվում էի տանն ավելի ու ավելի անտեսանելի ներկայության։ Իսկ հայրս ինչ էր ասում այդ մասին, հազիվ շշնջաց Տիգրանը։ Սկզբում նա ձացնում էր, թե չի նկատում, թե ինչ է կատարվում։ Հետո երբ առերեսվում էի, ասում էր, որ դա քո լավի համար է, որ ես պետք է հասկանամ, որ քեզ ավելին է պետք, քան ես կարող էի առաջարկել։ Եվ հետո, երբ դու 7 տարեկան էիր, նա վերջնական վերջնագիրը ներկայացրեց։ Ես կամ նա։ Մեզնից մեկը պետք է հեռանար գլխավոր տնից։ Տիգրանը սրտխառնոց զգաց։ Եվ նա ընտրեց նրան։ Ընտրեց։ Ինձ ուղարկեցին կալվածքի հետնամասի մի փոքրիկ տնակ։ Ասացին, որ դա ժամանակավոր է, մինչ դու հարմարվես նոր իրավիճակին։ Բայց ժամանակավորը դարձավ մշտական։ Ես քեզ մի քանի անգամ հեռվից տեսա, այգում խաղալիս, առանց ինձ մեծանալիս։ Մի անգամ փորձեցի մոտենալ, բայց թիկնապահներն ինձ խանգարեցին։ Բելլան խիստ հրամաններ էր տվել, որ ես քեզ այլս երբեք չտեսնեմ։ Եվ հետո նրանք քեզ պատմեցին, որ ես մահացել եմ։ Նույնիսկ կեղծ հուղարկավորություն արեցին։ Արարողություն, ստին իսկություն հաղորդելու համար։ Վարդուհու ձայնն այժմ լիովին կոտրվեց, հեկեկոցները ցնցում էին նրա փխրուն մարմինը։ Տիգրանը մոտեցավ, առանց շատ մտածելու, թե ինչ է անում, բռնեց նրա ձեռքը։ Այն փոքրիկ էր ու սառը, նշմարված դուրս ցցված երակներով ու տարիքային բծերով, բայց մինույն ժամանակ ծանոթ մի ձով, որը նա չէր կարող բանականորեն բացատրել։ Ներիր ինձ, լաց եղավ նա։ Ներիր ինձ, որ ավելի շատ չպայքարեցի, որ ճանապարհ չգտա քեզ մոտ հասնելու։ Ես թույլ էի, վախեցած, առանց միջոցների։ Կարծում էի, որ եթե պարզապես հնազանդվեմ, եթե լուռ մնամ իմ անկյունում, գուցե մի օր դու կարողանաս ինձ փնտրել, ինքնուրույն բացահայտել ճշմարտությունը։ Բայց դու մեծացար, հավատալով, որ ես մահացած եմ, իսկ ես մնացի այստեղ, կենդանի, բայց անտեսանելի, մի ուրվական այն կալվածքում, որը մի ժամանակ իմ տունն էր։ Դա քո մեղքը չէր, ասաց Տիգրանը, զարմանալով իր իսկ խոսքերի վրա։ Դու նույնքան զոհ էիր, որքան ես։ Բայց Բելլան տարիներ շարունակ մահացած է։ Ինչու շարունակեցիր թաքնված մնալ։ Ինչու չեկար ինձ մոտ, երբ նա հեռացավ։ Վարդուհին դողացող ձեռքի թիկունքով սրբեց արցունքները։ Փորձեցի։ Աստված գիտի, որ փորձեցի։ Բայց հետո Ռուզաննան եկավ։ Եվ նա Բելլայից շատ ավելի վատն էր։ Բելլան գոնե իր դաժանության մեջ որոշակի նրբագեղություն ուներ։ Ռուզաննան դաժան էր։ Երբ նա բացահայտեց իմ գոյությունը, երբ հայրդ մահվան մահճում խոստովանեց նրան իմ մասին, նա ինձ փնտրեց։ Նա ինձ հստակ ասաց, որ ես մի խնդիր եմ, որը նա չի հանդուրժի։ Որ եթե ես փորձեմ մոտենալ քեզ, նա ինձ կվռնդի կալվածքից առանց մի կոպեկի։ Այս հողը, Տիգրան, այն ամենն է, ինչ ես ճանաչում եմ։ Այստեղից դուրս ես կլինեի պարզապես մեկ այլ տարեց կին, առանց ընտանիքի, առանց փողի, առանց ապագայի։ Այսպիսով դու մնացիր, ասաց Տիգրանը, վերջապես հասկանալով ողբերգության չափը։ Մնացի ստվերում, անտեսանելի, մինչ կյանքը շարունակվում էր քո շուրջը։
Մնացի։ Եվ տարիների ընթացքում ես ավելի ու ավելի անհարմար դարձա Ռուզաննայի համար։ Նա ուզում էր ինձ լիովին ջնջել ոչ միայն քո կյանքից, այլ գոյությունից։ Եվ վերջապես որոշեց հենց դա անել։ Նա էր հրամայել քեզ կապել այդ սյանը, ասաց Տիգրանը, ոչ թե որպես հարց, այլ որպես հաստատում, որը վերջապես հասկանում էր ճշմարտությունը։ Այո։ Ասաց, որ ժամանակն է, որ ես ընդմիշտ անհետանամ։ Որ ոչ ոք իմ մասին չի հարցնի, որովհետև ոչ ոք չէր հիշում, որ ես գոյություն ունեմ։ Եվ գրեթե հաջողվեց։ Եթե չլիներ այդ երիտասարդ աղջիկը Նունեն, ես հիմա այստեղ չէի լինի։ Կարծես իր անվան հիշատակումից կանչված, դռանը մեղմ թակոցներ հնչեցին։ Նունեն ներս մտավ, ապուրով, թարմ հացով թեյով սկուտեղը ձեռքին։ Նա կանգ առավ, տեսնելով Տիգրանին, որը բռնել էր Վարդուհու ձեռքը, երկուսի դեմքերն էլ արցունքներով նշմարված, մի բարի ու տխուր ժպիտ հայտնվեց նրա երիտասարդ դեմքին։ Ներեցեք ընդհատելու համար, ասաց նա ցածրաձայն։ Տիկնոջ համար ուտելու բան եմ բերել։ Բժիշկն ասաց, որ պետք է դանդաղ սնվի, թեթ բաներ։ Շնորհակալ եմ սիրելիս, ասաց Վարդուհին Նունեին նայելով այնքան քնքշությամբ, որ երիտասարդ աղջիկը զգաց, թե ինչպես են աչքերն այրվում։ Դու փրկեցիր իմ կյանքը։ Ես երբեք դա չեմ մոռանա։ Ես պարզապես արեցի այն, ինչ ցանկացած մարդ պետք է աներ, պատասխանեց Նունեն։ Սկուտեղը դնելով սեղանիկին։ Ոչ ոք արժանի չէ անցնելու նրա միջով, ինչի միջով դուք անցաք։ Վարդուհին ուշադիր դիտում էր Նունեին, մինչ երիտասարդ աղջիկը կարգավորում էր սկուտեղը, ուղում բարձերը, ցուցաբերում այն բնական հոգատարությունը, որը որոշ մարդիկ պարզապես ունեն։ Նրա մեջ ինչ-որ բան կար, որը գրավում էր տարեց կնոջ ուշադրությունը, ինչ-որ բան ակնհայտ բարությունից անդին։ Մի ծանոթություն, որը նա չէր կարող անվանել, բայց որը դիպչում էր նրա հոգու խորը մի մասին։ Ինչ է քո լրիվ անունը սիրելիս, հանկարծ հարցրեց Վարդուհին։ Նունե Ալմեիդյան Սարգսյան, տիկին։ Հաջորդած լռությունը լի էր իմաստով։ Վարդուհին ուժգին փակեց աչքերը, ցավի արտահայտությունն անցավ նրա դեմքով։ Տիգրանն անմիջապես նկատեց։ Ինչ եղավ։ Ինչ պատահեց։ Ալմեիդյան, շնջաց Վարդուհին, բացելով աչքերը Նունեին նայելով նոր ու սարսափելի ուժգնությամբ։ Քո հայրանունը Ալմեիդյան է։ Ինչպես իմը։ Ինչպես իմ օրիորդական ազգանունը։ Դա մորս ազգանունն է, բացատրեց Նունեն, շփոթված արձագանքից։ Նրա անունը Հեղինե էր։ Հեղինե Ալմեիդյան։ Նա հեռացավ, երբ ես շատ փոքր էի։ Ինձ մեծացրել է տատիկս, բայց նա էլ հեռացավ, երբ ես ընդամենը 5 տարեկան էի։ Ես շատ բան չգիտեմ մորս ընտանիքի մասին։ Նա դրա մասին չէր խոսում։ Վարդուհին նորից սկսեց լաց լինել, բայց այս անգամ դրանք այլ արցունքներ էին։ Ճանաչման հայտնագործության մի ճշմարտության արցունքներ, որը միաժամանակ կործանարար էր հրաշալի։ Հեղինե, կրկնեց նա, անունը դուրս գալով նրա շուրթերից աղոթքի պես։ Իմ Հեղինեն։ Իմ դուստրը, որին ինձնից խլեցին։ Իմ աղջիկը, որին երբեք չկարողացա մեծացնել։ Նունեն հանկարծ գունատվեց, ոտքերը թուլացան։ Ինչ եք ասում։ Ես մեկ այլ երեխա ունեի, խոստովանեց Վարդուհին, հերթով նայելով Տիգրանին ու Նունեին։ Մի դուստր։ Հեղինե։ Նա ծնվեց դժվար պահի, մի սխալի արդյունքում, որը ես գործեցի, երբ մենակ էի ու հուսահատ։ Բելլան բացահայտեց ինձ մեկ այլ անհնարին ընտրության առաջ կանգնեցրեց։ Կամ Հեղինեն կհեռանար մեկ այլ ընտանիքի կողմից մեծանալու, կամ ես կկորցնեի նա Տիգրանին։ Ինչպես կարող է մայրն ընտրել մի երեխայի մյուսի միջ։ Նրանք տարան իմ աղջկան։ Ասացին, որ նա ավելի լավ կյանք կունենա ինձնից հեռու։ Եվ ես նրան այլս երբեք չտեսա։ Տասնամյակներ անցկացրի, չիմանալով, թե ինչ է պատահել նրա հետ։ Սկուտեղն ընկավ Նունեի ձեռքերից, 1000 կտորի բաժանվելով գետնին, բայց ոչ ոք կարծես չնկատեց։ Երիտասարդ աղջիկը կաթվածահար էր, նրա դեմքը ցույց էր տալիս հույզերի արագ հաջորդականություն, որը նա չէր կարողանում ընկալել։ Ուրեմն դուք, սկսեց նա, բայց չկարողացավ ավարտել նախադասությունը։ Քո տատիկը, ավարտեց Վարդուհին, մեկնելով դողացող ձեռքը։ Դու իմ թոռնուհին ես, Նունե։ Իմ արյունը։ Իմ ընտանիքը, որը կարծում էի, թե ընդմիշտ կորցրել եմ։ Եվ այդ պահին անհնարին բացահայտումներով լի այդ սենյակում քայքայված ընտանիքի 3 սերունդ վերջապես հանդիպեցին։
Տիգրանը նոր աչքերով էր նայում Նունեին, գիտակցելով, որ այդ երիտասարդ աղջիկը, որը միշտ պարզապես աշխատող էր, իրականում իր զարմուհին էր, իր ընտանիքը։ Նունեն նայում էր Վարդուհուն շոկի աճող հասկացողության խառնուրդով, իր կյանքի բոլոր չկապված կտորները վերջապես միանում էին մի օրինաչափության մեջ, որը ցավալի իմաստ ուներ։ Իսկ Վարդուհին նայում էր երկուսին էլ այնքան ուժեղ սիրով, որը կարծես ֆիզիկական էր, շոշափելի նրանց միջ օդում։ Դրսում Արը շարունակում էր իր անողոք ճանապարհորդությունը երկնքով։ Բայց այդ սենյակի ներսում ինչ-որ հիմնարար բան էր փոխվել։ Ճշմարտությունը, այդքան երկար թաղված, վերջապես դուրս էր գալիս։ Եվ այլս ոչինչ երբեք նույնը չէր լինի։ Հաջորդ օրերը նուրբ, բայց նկատելի փոփոխություն բերեցին, այգեստան, կալվածք։ Վարդուհին դանդաղ ապաքինվում էր, ուժ հավաքում, մինչ Տիգրանը ժամերով նրա կողքին էր անցկացնում, լսելով պատմություններ, որոնք լցնում էին նրա հիշողության դատարկությունը, վերականգնելով այն մանկությունը, որը նրանից գողացել էին։ Նունեն, իրեն ընտանիքի մի մաս գտնելով, տատանվում էր շոկի տատանվող ուրախության մեջ։ Բայց ամեն ինչ խաղաղ չէր։ Ռուզաննան դարձել էր լարված ներկայություն, նրա զայրույթը շոշափելի էր միջանցքներում, սառը հայացքում, աշխատողներին վերաբերվելու կոշտ մեջ։ Մի առավոտ Նունեն վաղ արթնացավ կոնկրետ առաջադրանքով։ Ռուզաննան նախորդ գիշեր նրան կանչել էր, կոպիտ կերպով հրամայելով կարգի բերել տան հին թիպահեստը։ Դա մի աշխատանք էր, որը տարիներ շարունակ ոչ ոք չէր արել, երիտասարդ աղջիկը հիանալի գիտեր, որ դա պարզապես նրան Վարդուհուց հեռու զբաղեցնելու միջոց էր։ Բայց նա չբողոքեց։ Իրականում, նա գրեթե շնորհակալ էր, որ կոնկրետ անելիք ուներ, մինչ մարսում էր բոլոր այն բացահայտումները, որոնք փոխում էին իր կյանքն այնպիսի ձևով, որոնք դեռ լիովին չէր կարողանում հասկանալ։ Պահեստը գտնվում էր շինության ամենահին մասի երկրորդ հարկում, տան մոռացված մի հատվածում, որը հազվադեպ էր այցելուներ ընդունում։ Երբ Նունեն բացեց ծանր դուռը, նրան դիմավորեց Բորբոսի, փոշու կանգ առած ժամանակի սուր հոտը։ Հատակի փայտը բարձր ճռռում էր նրա ոտքերի տակ, երբ նա քայլում էր դեպի պատուհանները, մեկ առ մեկ բացելով դրանք, լույս ու թարմ օդ ներս թողնելու համար։ Փոշու փոքրիկ մասնիկները ապարում էին տարածք ներխուժող արի ճառագայթների մեջ, ստեղծելով գրեթե կախարդական էֆեկտ, որը հակադրվում էր իր արջ դրված առաջադրանքի առօրյա բնույթին։ Այնտեղ կային փոշոտ սավաններով ծածկված կահույք, մութ անկյուններում դարսված տուփեր, ժանգոտած կողպեքներով հին սնդուկներ։ Դա նման է ժամանակի պարկուճի մեջ մտնելուն, մի վայր, որտեղ իրերն ու հիշողությունները դիտավորյալ մոռացվել էին, թողնվել էին, որովհետև հիշելը չափազանց ցավոտ էր։ Նունեն սկսեց փոքր պահարաններից, բացելով դռներ, որոնք տնքում էին տասնամյակներ շարունակ չուղված ծխնիների վրա, առանձնացնելով այն, ինչը դեռ որոշակի օգտակարություն ուներ, նրանից, ինչը պետք է դեն նետվեր։ Երրորդ պահարանը բացելիս, որն ավելի խորքում էր թաքնված կոտրված աթոռների կույտի հետում, ինչ-որ անսպասելի բան գրավեց նրա ուշադրությունը։ Ժամանակի կողմից դեղնած սփռոցների այլս ոչ մի բանի համար պիտանի վարագույրների մեջ կար մի ուղղանկյուն հատոր, խնամքով փաթաթված բամբակե կտորի մեջ, որը մի ժամանակ սպիտակ էր, բայց այժմ անորոշ դեղնավուն գույն ուներ։ Նունեն զգուշությամբ քաշեց, բնազդական ակնածանքով պահելով առարկան, հայտնաբերեց, որ դա հին տետր է, ժամանակի կողմից մաշված նշմարված կաշվե կազմով։ Նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել, առանց որ նա հստակ հասկանար, թե ինչու։ Այդ առարկայի մեջ ինչ-որ բան կար, որը կարևոր էր թվում, որը կարծես սպասում էր գտնվելուն։ Նա նստեց փոշոտ հատակին, չանհանգստանալով կեղտից, որը կկեղտոտեր նրա հագուստը, զգուշորեն բացեց առաջին էջը։ Ձեռագիրը նուրբ էր ու կանացի, գրված կապույտ թանաքով գրիչով, որը խամրել էր, բայց դեռ լիովին ընթեռնելի էր։ Էջի վերում մի ամսաթիվ, որը ստիպեց Նունեին շունչը պահել։ 1983 թվականի մարտ։ Եվ անմիջապես ներքում մի նախադասություն, որը ստիպեց նրա սիրտը բաբախել։ Սա Վարդուհի Ալմեիդյան Մարտիրոսյանի օրագիրն է։ Եթե մի օր ինչ-որ մեկը գտնի այն, թող իմանա, որ այս բառերն իմ միակ ճշմարտությունն են այսքան ստերի մեջ։ Նունեն նյարդայնացած նայեց դռանը, համոզվելով, որ մենակ է, որ ոչ ոք չի կարող տեսնել իրեն դա կարդալիս։ Նա գիտեր, որ պատրաստվում է ներխուժել ինչ-որ մեկի ամենախորը անձնական կյանք, կարդալ մտքեր, որոնք երբեք նախատեսված չէին օտար աչքերի համար։ Բայց ինչ-որ ավելի ուժեղ բան նրան մղում է շարունակելու, հասկանալու, ամբողջական պատմությունն իմանալու, իր կյանքը դարձած անհնարին գլուխկոտրուկի բոլոր կտորները միացնելու հրատապ անհրաժեշտություն։ Նա դողացող մատներով թերթեց էջը սկսեց կարդալ։
Առաջին գրառումները սովորական օրերի մասին էին, կալվածքի պարզ առօրյայի, Տիգրանի կողքին երջանկության փոքրիկ պահերի, երբ նա դեռ երեխա էր։ Վարդուհին գրում էր որդու մասին շոշափելի սիրով, նրա կյանքի առաջին տարիների, նրան առաջին քայլերն անելիս, առաջին բառերն ասելիս, ուժեղ ու առողջ մեծանալիս տեսնելու ուրախության մասին։ Յուրաքանչյուր նախադասության մեջ քնքշություն կար, այնքան մաքուր ու ուժեղ մայրական սեր, որն ունեն զգաց, թե ինչպես են արցունքները լցվում իր աչքերը, նույնիսկ կարդալով մարդկանց ու պահերի մասին, որոնց ականատես չէր եղել։ Բայց էջերն առաջ գնալուն զուգընթաց, ամիսները տարիների վերածվելուն զուգընթաց, տոնը կտրուկ փոխվում էր։ Սկսեցին հայտնվել հիշատակումներ Բելլա անունով մի կնոջ մասին, որը եկել էր քաղաքից գրավել Արշակի սիրտը մի ձով, որի հետ Վարդուհին չէր կարող մրցել։ Գրառումները դառնում էին ավելի կարճ, ավելի դառը, լի աճող ցավով։ Նա ինձ արամարանքով է նայում, գրել էր Վարդուհին 1984 թվականի հուլիսի մի գրառման մեջ։ Կարծես ես պարզապես մի խոչընդոտ եմ նրա ճանապարհին դեպի այն ամենը, ինչ նա ցանկանում է։ Արշակը չի նկատում, կամ գուցե չի ուզում նկատել։ Նա լիովին կուրացած է նրա հանդեպ իր զգացմունքներից։ Իսկ ես, ամեն օր, զգում եմ, որ մի փոքր ավելի եմ անհետանում։ Երբեմն նայում եմ հայելու մեջ հազիվ եմ ճանաչում այն կնոջը, որին տեսնում եմ արտացոլված։ Ես անտեսանելի եմ դառնում իմ իսկ տանը։ Նունեն ավելի շատ էջեր թերթեց, ավելի ու ավելի խորասուզվելով այդ ցավալի պատմության մեջ։ Գրառումները դառնում էին ավելի հազվադեպ, ավելի հուսահատ։ Վարդուհին մանրամասն նկարագրում էր, թե ինչպես էին իրեն համակարգված կերպով հեռացնում գլխավոր տնից, թե ինչպես էին Տիգրանի վերաբերյալ որոշումները կայացվում առանց իրեն հարցնելու, թե ինչպես էր Բելլան աստիճանաբար ստանձնում բոլոր այն դերերը, որոնք նախկինում իրենն էին, մինչդեռ ինքը մղվում էր առաջադեմ դաժան անտեսանելիության վիճակի։ Եվ հետո եկավ այն բացահայտումը, որը ստիպեց Նունեին մի պահ շունչը պահել։ 1985 թվականի հունվարի մի գրառում, գրված ավելի շտապողական, ավելի հուսահատ ձեռագրով, քան նախորդները։ Այսօր իմացա, որ մեկ այլ երեխայի եմ սպասում։ Բայց նա Արշակից չէ։ Նա ամիսներ շարունակ հազիվ է ինձ դիպչում, հազիվ է ինձ նայում, երբ միջանցքներում անցնում եմ նրա կողքով։ Այս երեխան սարսափելի սխալի արդյունք է, մի գիշերվա, երբ ես մխիթարություն փնտրեցի մեկի գրկում, ով պետք է պարզապես ընկեր լիներ։ Ես սարսափած եմ, թե ինչ կլինի, երբ իմանան։ Եթե Բելլան իմանա, նա ինձ ընդմիշտ կվռնդի այս կալվածքից։ Իսկ եթե Արշակն իմանա, ես այլս երբեք չեմ կարողանա տեսնել Տիգրանին։ Ինչ անեմ։ Ինչպես կարող եմ այս գաղտնիքը մենակ գրել։ Ո՞ր դիմեմ, երբ ոչ ոք չունեմ։ Նունեն դադարեցրեց ընթերցանությունը, կուրծքը սեղմված, արցունքները մշուշում էին նրա տեսողությունը։ Վարդուհին մեկ այլ երեխա էր ունեցել։ Մի դուստր, նա այժմ գիտեր։ Հեղին է։ Իր մայրը։ Մի քանի էջ այն կողմ կար ծննդյան մասին մի գրառում, գրված դողացող ձեռագրով, որը մատնում էր այն գրողի բուռն հուզմունքը։ Նա ծնվեց այսօր, լուսադեմին, մեծ տնից հեռու, բոլոր հետաքրքրասեր ու դատապարտող աչքերից հեռու։ Ես նրան անվանեցի Հեղինե, ինչպես մայրս, որը հեռացավ, երբ ես չափազանց երիտասարդ էի նրա հիշողությունները պարզ պահելու համար։ Իմ աղջիկը կատարյալ է։ Նա ունի գիշերվա երկնքի պես խորը մուգ աչքեր, վարդագույն այտեր, որոնք համբուրվելու են կանչում։ Բայց ես գիտեմ, որ չեմ կարող նրան պահել։ Բելլան արդեն ամեն ինչ բացահայտել է։ Չգիտեմ ինչպես, բայց նա միշտ ամեն ինչ բացահայտում է։ Եվ նա ինձ դաժան վերջնագիր է ներկայացրել։ Կամ Հեղինեն կհեռանա, այստեղից հեռու մեկ այլ ընտանիքի կողմից մեծանալու, կամ ես կհեռանամ, այլս երբեք չեմ տեսնի Տիգրանին։ Ինչպես կարող է մայրը նման ընտրություն կատարել։ Ինչպես կարող եմ ընտրել մի երեխայի մյուսի միջ։ Բայց ես ընտրեցի, Աստված ների ինձ։ Ես թողեցի Հեղինեին գնա, որովհետև չկարողացա լիովին լքել Տիգրանին։ Եվ հիմա պետք է ապրեմ, իմանալով, որ լքել եմ դստերս, որդուս հետ որոշակի մտերմություն պահպանելու համար։ Ինչպիսի մայր եմ ես։ Հաջորդ էջերը մաքուր ցավ էին, ներսից քայքայվող կնոջ կտոր պատմություններ։ Վարդուհին գրում էր նամակների մասին, որոնք կարողացել էր ստանալ տարիների ընթացքում գաղտնի բերված մարդկանց կողմից, ովքեր խղճում էին իրեն, նամակներ, որոնք պատմում էին Հեղինեի ուժեղ ու առողջ մեծանալու, աղջկա կին դառնալու, նրա, ի վերջո նա դուստր ունենալու մասին։ Մի թոռնուհի, որին Վարդուհին երբեք չէր ճանաչի։ Կամ այդպես էր նա մտածում մինչ այդ պահը։
Նունեն ուժգին փակեց օրագիրը, նրա ամբողջ մարմինը դողում էր։ Այժմ ամեն ինչ իմաստ ուներ։ Ամեն ինչ։ Հեղինեն իր մայրն էր, այն կինը, որը երբեք չէր խոսել ընտանիքի մասին, որը միշտ խուսափում էր, երբ հարցնում էին իր ծագման մասին։ Որովհետև նա ինքն էլ չգիտեր։ Նա մեծացել էր ամեն ինչից հեռու, չիմանալով ճշմարտությունն իր ծննդյան, այն մոր մասին, որը ստիպված էր եղել լքել իրեն։ Իսկ նրա տատիկը, այն խորհրդավոր կինը, որը նրան մեծացրել էր ընդամենը 5 տարի նախքան հեռանալը, հավանաբար այն մարդն էր, ով ստացել էր Հեղինեին նրանցից, ովքեր նրան խլել էին Վարդուհուց։ Նա շարունակեց կարդալ աճող անհագությամբ, արցունքներն այժմ ազատ հոսում էին, թրջելով արդեն փխրուն որոշ էջեր։ Վարդուհին գրել էր առաջադեմ մեկուսացման տարիների մասին, թե ինչպես էին իրեն ավելի ու ավելի ջնջում ոչ միայն Տիգրանի կյանքից, այլ կալվածքում իր իսկ գոյությունից։ Գրառումներ կային նրան հեռվից տեսնելու, առանց իրեն հիշելու մեծանալու, սեփական որդու համար օտար լինելու սուր ցավի մասին։ Երբ Բելլան մահացավ, գրել էր Վարդուհին զգուշավոր հույսով, ես մտածեցի, որ վերջապես կարող եմ նորից մոտենալ Տիգրանին, որ կարող եմ բացահայտել ճշմարտությունը, վերականգնել ինչ-որ բան նրանից, ինչ կորցրել էինք։ Բայց հետո Ռուզաննան եկավ։ Եվ նա Բելլայից շատ ավելի վատն է։ Բելլան գոնե իր դաժանության մեջ որոշակի նրբագեղություն ուներ, քաղաքակրթության որոշակի քող։ Ռուզաննան դաժան է ու ուղղակի։ Նա չի թաքցնում իր արհամարհանքը։ Հստակ ասում է, որ ես մի ուրվական եմ, որը պետք է թաղված մնա։ Սպառնում է ինձ վռնդել, ինձ հեռու ուղարկել առանց ոչնչի։ Բայց ո՞ր կգնայի ես։ Այս հողը, որքան էլ վատը դարձած լինի ինձ համար, այն ամենն է, ինչ ես ճանաչում եմ։ Այստեղ են ծնվել իմ երեխաները, այստեղ է, որ իմ մի մասը դեռ սպասում է ճանաչման, արդարության, սիրո։ Վերջին գրառումը վերջերս էր արվել, ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Ձեռագիրն ավելի դողացող էր, բացահայտելով գրողի առաջացած տարիքը, բայց հուզմունքը նույնքան ուժեղ էր։ Չգիտեմ, թե էլ որքան կարող եմ դիմադրել։ Ռուզաննան ուզում է ինձ ընդմիշտ ճանապարհից հանել։ Ոչ միայն անտեսանելի, այլ լիովին գոյություն չունեցող։ Ես վախենում եմ, թե ինչի է նա ընդունակ այդ նպատակին հասնելու համար։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի։ Եթե այս անգամ իսկապես անհետանամ, թող այս օրագիրը լինի ապացույցը, որ ես գոյություն եմ ունեցել, որ սիրել եմ, որ մայր եմ եղել։ Եվ թող Հեղինեն իմանա, որտեղ էլ որ լինի, որ ես երբեք չեմ դադարել նրա մասին մտածել։ Ոչ մի օր այս բոլոր սարսափելի ու միայնակ տարիների ընթացքում։ Նունեն ակնածանքով փակեց տետրը, այն սեղմելով կրծքին, կարծես դա աշխարհի ամենաթանկարժեք իրը լիներ։ Ինչը գուցե այդպես էլ կար։ Դա կոնկրետ ապացույց էր այն ամենի, ինչ Վարդուհին ասել էր, այն ամենի, ինչ նրանք բացահայտել էին։ Դրանք պարզապես խոսքեր չէին, որոնք կարելի էր կասկածի տակ դնել կամ չհավատալ։ Դա գրավոր, թվագրված, մանրամասն ապացույց էր։ Դա փաստագրված ճշմարտություն էր։ Նա արագ ոտքի կանգնեց, ձեռքի թիկունքով սրբելով դեմքի արցունքները, օրագիրը դրեց բլուզի տակ, մաշկին կպած։ Պետք է սա ցույց տար Տիգրանին ու Վարդուհուն։ Պետք է, որ նրանք իմանային, որ ճշմարտությունը ոչ միայն հիշողությունների ու խոսքերի մեջ է, այլ ընդմիշտ գրանցված այդ դեղնած էջերում։ Նա իջավ աստիճաններով, որքան հնարավոր է արագ, առանց վազելու, սիրտը բաբախում էր այնքան ուժեղ, որ կարծես ուզում էր դուրս թռչել կրծքից։ Երբ հասավ հյուրասենյակ, Վարդուհին նստած էր պատուհանի մոտի բազկաթոռին, նայելով այգուն, որը վերջապես կարող էր տեսնել առանց վախի։ Տիգրանը նրա կողքին էր, ցածրաձայն խոսում էր ինչ-որ բանի մասին, որը Նունեն չկարողացավ լսել։ Երկուսն էլ շրջվեցին, տեսնելով նրա այդքան կտրուկ մուտքը։ Նունեն դողացող ձեռքերով փակեց դուռը, իր հետից հանեց օրագիրը, այն մեկնելով Վարդուհուն, կարծես առաջարկում էր գողացված գանձ, որը վերջապես վերադառնում էր իր օրինական տիրոջը։ Ես սա գտա պահեստում, ասաց նա, ձայնը խեղդված։ Թաքցված պահարանի խորքում։ Եվ պետք է, որ դուք ինձ հաստատեք։ Հեղինե Ալմեիդյան։ Այն դուստրը, որի մասին նշեցիք։ Նա իմ մայրն էր, այնպես չէ։ Վարդուհին լայն բացեց աչքերը, տեսնելով օրագիրը, ձեռքերը տարավ կրծքին ակամա ժեստով, կարծես փորձում էր պահել սիրտը, որը սպառնում էր դուրս պրծնել։ Նրա դեմքը գունատվեց, հետո կարմրեց, հետո նորից գունատվեց, մինչ հույզերի արագ հաջորդականությունն անցնում էր նրա դիմագծերով։ Նա հայացքը բարձրացրեց դեպի Նունեն, դրա մեջ կար ճանաչում, ցավ, հույս, այնքան ուժեղ սեր, որը կարծես անհնար էր պարունակել այդքան փխրուն մարմնի մեջ։ Այո, շշնջաց նա,
ձայնը լիովին կոտրվելով։ Նա իմ դուստրն էր։ Իմ հեղինեն։ Իմ աղջիկը, որին երբեք չկարողացա մեծացնել, երբեք չկարողացա բավականաչափ երկար գրկել, երբեք չկարողացա սիրել այնպես, ինչպես մայրը պետք է սիրեր։ Իսկ ես, շարունակեց Նունեն, արցունքները նորից անզուս փոսելով, ես նրա դուստրն եմ։ Ինչը նշանակում է, որ դուք իմ տատիկն եք։ Որ մենք իսկական ընտանիք ենք։ Որ ես մենակ չեմ աշխարհում, ինչպես միշտ մտածել եմ։ Իմ թոռնուհի, ավարտեց Վարդուհին, դողացող ձեռքերը մեկնելով լուռ աղերսանքով։ Դու իմ թոռնուհին ես, Նունե։ Իմ արյունը։ Իմ ընտանիքը, որը կարծում էի, թե ընդմիշտ կորցրել եմ։ Նունեն 3 լայն քայլով անցավ սենյակը, ընկավ Վարդուհու գրկում, այժմ բարձրաձայն հեկեկալով, տարիների մենակության անպատասխան հարցերի ողջ բեռը վերջապես թեթություն գտնելով։ Տարեց կինը գրկեց նրան իր վերականգնված մարմնի ողջ ուժով, նույնպես լաց լինելով, սիրով թեթության այն երկրորդ հնարավորության համար, որը կյանքը նրան տալիս էր, անհասկանալի բառեր մրմնջալով։ Տիգրանը լուրջ շոկի մեջ դիտում էր տեսարանը, օրագիրն այժմ իր ձեռքերում, թերթելով էջերը աչքերով, որոնք տեսնում էին, բայց դեռ լիովին չէին կարողանում ընկալել։ Նունեն պարզապես բարի աշխատող չէր, որը փրկել էր իր մորը։ Նա իր զարմուհին էր։ Նա ընտանիք էր։ Եվ այդ ամբողջ ճշմարտությունը, այդ ամբողջ ցավալի ու բարդ պատմությունը եղել էր այնտեղ ամբողջ ընթացքում, թաքնված փոշոտ պահեստում, սպասելով գտնվելուն։ Հենց այդ ժամանակ նրանք միջանցքում ծանր ու արագ քայլեր լսեցին։ Դռան բռնակը ուժգին պտտվեց, բայց դուռը փակ էր։ Անհամբեր թակոցները արձագանքեցին փայտի վրա, որին հաջորդեց մի ձայն, որը բոլորն անմիջապես ճանաչեցին։ Տիգրան։ Բաց արա այս դուռը հիմա։ Ռուզաննայի ձայնը ճչան էր, կատաղած, լի մի զայրույթով, որն այլս չէր փորձում թաքցնել։ Ինչ է կատարվում այնտեղ։ Տիգրանը դանդաղ ոտքի կանգնեց, զգուշորեն պահելով օրագիրը, իմաստալից հայացք փոխանակելով Վարդուհու Նունեի հետ։ Նա խորը շունչ քաշեց, պատրաստվելով այն առճակատմանը, որը գիտեր, որ անխուսափելի է, բայց որից այլս չէր վախենում։ Նա իր կողմից ուներ ճշմարտությունը։ Նա ապացույցներ ուներ։ Նա ընտանիք ուներ։ Եվ դա ավելի ուժեղ էր, քան ցանկացած սուտ, որը Ռուզաննան կարող էր փորձել պահպանել։ Նա հաստատուն շարժումով բացեց դուռը, գտավ Ռուզաննային այնտեղ կանգնած, դեմքը կարմրած զայրույթից, աչքերը փայլում էին բաց զսպված կատաղությունից, մարմինը լարված, ինչպես կտրվելու եզրին գտնվող պարան։ Նա ներս մտավ, անկերպով հրելով նրան, կտրուկ կանգ առնելով, տեսնելով Նունեին դեռ Վարդուհու գրկում, երկուսի դեմքերն էլ արցունքներով նշմարված, բայց նա ինչ-որ բանով, որը շատ նման էր վճռականության։ Ինչ է սա, պահանջեց Ռուզաննան, նրա ձայնը բարձրանալով։ Ինչ կրկես է սա, որ սարքել եք այս սենյակում։ Սա կրկես չէ, Ռուզաննա, ասաց Տիգրանը, մի քայլ առաջ անելով, փակելով նրա տեսադաշտը երկու կանանցից։ Սա ընտանիք է։ Սա ճշմարտություն է։ Սա այն ամենն է, ինչ դու փորձեցիր ոչնչացնել, բայց չկարողացար։ Եվ հիմա դու կլսես յուրաքանչյուր բառ, որ ես ասելու եմ։ Յուրաքանչյուր բացահայտում։ Յուրաքանչյուր մեղադրանք։ Եվ այս անգամ դու չես կարողանա փախչել դրանցից։ Տիգրանի հայտարարությանը հաջորդած լռությունը խիտ էր ու խեղդող, ինչպես փոթորկից առաջ օդը։ Ռուզաննան հերթով նայում էր նրան, Վարդուհուն Նունեին, նրա դեմքն անցնում էր արտահայտությունների արագ հաջորդականությամբ, որոնք շատ ավելին էին բացահայտում, քան նա կցանկանար։ Զարմանք, զայրույթ, վախ, վերջապես այն վերահսկողության դիմակը, որը նա այդքան լավ էր կրում, փորձելով իրեն հավաքել, նույնիսկ երբ իր կառուցած աշխարհը սկսում էր փլուզվել իր շուրջը։ Ճշմարտությունն էր, կրկնեց նա, ստիպելով մի ծիծաղ, որը կեղծ ու ճչան դուրս եկավ։ Ինչ էժանագին թատրոն է սա, Տիգրան։ Դու իսկապես հավատալու ես այս կնոջ հորինած պատմություններին։ Եվ հիմա այս սպասուհին էլ է ներգրավված շոուի մեջ։ Չէի սպասում, որ այդքան հեշտությամբ մանիպուլյացիայի կենթարկվես։ Տիգրանը զգաց, որ զայրույթը բարձրանում է իր ներսում տաք լավայի պես, բայց ձայնը պահեց հաստատուն ու վերահսկվող։ Այս սպասուհին անուն ունի։ Նունե։ Եվ նա պարզապես այս տան աշխատող չէ։ Նա իմ զարմուհին է։ Այն քրոջ դուստրը, որի գոյության մասին ես երբեք չգիտեի։ Այն մոր թոռնուհին, որին դուք ինձ ստիպեցիք մոռանալ։ Եվ ոչ, Ռուզաննա, ես մանիպուլյացիայի չեմ ենթարկվում։ Ես վերջապես տեսնում եմ ճշմարտությունը, տարիներ շարունակ քոստի մեջ ապրելուց հետո։
Ռուզաննան տեսանելիորեն գունատվեց, դիմակը մի կարճ պահ տատանվեց, նախքան նա իրեն հավաքեց։ Սա լիովին անհեթեթ է։ Ձեզ խաբում են։ Այս կինը տասնամյակներ անց հայտնվում է ոչ մի տեղից, այս աղջիկը հարմարավետորեն գտնում է հին օրագիր, հանկարծ բոլորը երջանիկ ընտանիք են։ Խնդրում եմ, Տիգրան։ Դու միշտ դրանից ավելի խելացի ես եղել։ Թույլ մի տուր, որ էժանագին սենտիմենտալությունը քեզ տանի։ Ես կարդացել եմ օրագիրը, Ռուզաննա, հակադարձեց Տիգրանը, վերցնելով կաշվե տետրը Նունեի ձեռքերից այն, բարձրացնելով նրա առջ որպես անհերքելի ապացույց։ Յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ամսաթիվ, յուրաքանչյուր անուն, ներառյալ քոնը։ Այո, դու այստեղ մեկից ավելի անգամ ես հիշատակված։ Վարդուհին քեզ շատ լավ էր ճանաչում։ Հստակ գիտեր, թե ինչի ես դու ընդունակ։ Եվ իրավացի էր քեզնից վախենալու մեջ։ Ռուզաննան արագ առաջ շարժվեց, փորձելով կտրուկ ու հուսահատ շարժումով խլել օրագիրը նրա ձեռքերից, բայց Տիգրանը ճարպկորեն հետ քաշվեց, տետրը հեռու պահելով։ Նրա աչքերն այժմ փայլում էին մի կատաղությամբ, որն այլս չէր կարողանում թաքցնել, ինքնատիրապետման բոլոր ծածումները վերջնականապես լքված։ Տուր ինձ դա հիմա, շշնջաց նա ատամների արանքից։ Դա քո գործը չէ։ Դրանք պարզապես ծեր ու շփոթված կնոջ զառանցանքներ են։ Ինչպես իմ գործը չէ, գոռաց Տիգրանը, դա առաջին անգամն էր տարիների մեջ, որ Նունեն տեսնում էր նրան լիովին կորցնել ինքնատիրապետումը։ Դա իմ մոր մասին է։ Իմ ընտանիքի մասին։ Այն ամբողջ կյանքի մասին, որը դուք ինձնից գողացել եք։ Բոլոր այն ստերի մասին, որոնցով ինձ կերակրել եք մանկուց։ Ինչպես ես համարձակվում ասել, որ դա իմ գործը չէ։ Վարդուհին դեռ նստած, բայց ուղիղ ու արժանապատիվ կեցվածքով, չնայած իր ֆիզիկական փխրունությանը, նայում էր Ռուզաննային մի արտահայտությամբ, որը խառնում էր ցավ, խղճահարություն դառը հասկացողությանը մոտ ինչ-որ բան։ Դու գիտեիր սկզբից, այնպես չէ, հարցրեց նա ցածր, բայց պարզ ձայնով։ Գիտեիր, թե ով եմ ես, երբ Արշակը խոստովանեց իմ մասին իր մահվան մահճում։ Գիտեիր ամբողջ պատմությունը, թե ինչ էր Բելլան արել ինձ հետ, թե ինչպես էին ինձ ջնջել։ Եվ որոշեցիր շարունակել այնտեղից, որտեղ նա կանգ էր առել։ Որոշեցիր, որ ավելի հարմար է թաղված ուրվականին պահել, քան թույլ տալ, որ ճշմարտությունը դուրս գա։ Ռուզաննան շրջվեց դեպի նա փայլող աչքերով։ Դու չպետք է այստեղ լինեիր, նրա ձայնը ցածր, բայց թույնով լի դուրս եկավ։ Երբեք։ Դա պարզ պայմանավորվածություն էր։ Դու լուռ մնում էիր հետնամասի տնակում, անտեսանելի, մենք հոգում էինք քո հիմնական կարիքները։ Բայց դու չիմացար քո տեղում մնալ, այնպես չէ։ Պետք էր հայտնվեիր, պետք էր տեսնվեիր, պետք էր գոյություն ունենայիր, երբ քո գործառույթը պարզապես գոյություն չունենալն էր։ Պետք էր ամեն ինչ փչացնեիր։ Ուրեմն դու էիր, հանկարծ ասաց Նունեն, նրա ձայնը դողացող, բայց սփված զայրույթով լի դուրս եկավ։ Դու էիր, որ նրան կապել էիր եգիպտացորենի դաշտում։ Որ նրան թողել էիր արի տակ մահանալու, կենդանու պես։ Ինչպես կարողացար նման բան անել մեկ այլ մարդու հետ։ Մի անպաշտպան տարեց կնոջ հետ։ Ես ոչինչ չեմ արել, չափազանց արագ, չափազանց պաշտպանողական պատասխանեց Ռուզաննան, նրա բառերը սայթաքում էին իրար վրա։ Նա պետք է մենակ դուրս եկած լինի, մոլորված։ Ծերերը շփոթվում են, բոլորը դա գիտեն։ Իմ մեղքը չէ, եթե նա այլս իրեն խնամելու խելք չունի։ Սուտ է, ասաց Վարդուհին, նրա ձայնի մեջ մի ուժ կար, որը զարմացրեց բոլորին սենյակում։ Դու անձամբ եկար իմ տուն այն առավոտ։ Ինձ ասացիր, որ ժամանակն է, որ ես ընդմիշտ հեռանամ, որ իմ ներկայությունը մի խնդիր է, որը դու այլս չես հանդուրժի։ Երբ փորձեցի դիմադրել, երբ ասացի, որ ես նույնքան իրավունք ունեմ այստեղ լինելու, որքան դու կանչեցիր քո վստահելի մարդկանցից երկուսին։ Նրանք ինձ տարան եգիպտացորենի դաշտ։ Դու անձամբ հրամայեցիր, որ ինձ կապեն այդ սյանը։ Ես լսեցի, թե ինչպես ասացիր, որ արը կհոգա մնացածի մասին։ Որ ոչ ոք իմ մասին չի հարցնի, որովհետև ոչ ոք չգիտեր, որ ես գոյություն ունեմ, ոչ ոք չէր մտահոգվում։ Եվ դու գրեթե իրավացի էիր, այնպես չէ։ Բառերն ընկան սենյակում ռումբերի պես, յուրաքանչյուրը պայթելով բեկորներ թողնելով։ Տիգրանը զգաց, որ ոտքերը թուլանում են, նորից ստիպված եղավ հենվել գիշերասեղանին։ Նունեն ձեռքերով ծածկեց բերանը, աչքերը լայն բացված սարսափից։ Ամբողջ սենյակը կարծես պտտվում էր նրանց շուրջը, մինչ նրանք մարսում էին այդ խոստովանության հսկայությունը։
Ռուզաննան այնտեղ կանգնած մնաց մի երկար պահ, կուրծքը արագ բարձրանում ու իջնում էր, փնտրելով ինչ-որ ելք, որն այլս գոյություն չուներ։ Երբ խոսեց, նրա ձայնը կորցրել էր անմեղության բոլոր ծածումները։ Դու ոչինչ չես կարող ապացուցել։ Դա նրա խոսքն է իմ խոսքի դեմ։ Ո՞ւմ ես հավատալու, Տիգրան։ Մի կնոջ, որը 40 տարի առաջ անհետացել է քո կյանքից, թե՞ այն կնոջը, որը վերջին 5 տարիների ընթացքում քո կողքին է եղել։ Նրան, ով հոգ է տարել քո, այս կալվածքի, ամեն ինչի մասին։ Ես հավատում եմ նրան, ասաց Տիգրանը առանց տատանվելու, նրա ձայնը ժայռի պես ամուր։ Որովհետև յուրաքանչյուր բառ, որ դուրս է գալիս նրա բերանից, վերադարձնում է հիշողություններ, որոնք ես նույնիսկ չգիտեի, որ ունեմ։ Որովհետև երբ նա պատմություններ է պատմում իմ մանկությունից, ես կարողանում եմ դա զգալ հոգով։ Կարողանում եմ տեսնել պատկերներ, որոնք այնքան խորն էին թաղված, որ կարծում էի, թե դրանք պարզապես երազներ են։ Եվ որովհետև իմ սրտի խորքում ես միշտ գիտեի, որ ինչ-որ բան խորապես սխալ է։ Միշտ զգացել եմ այս դատարկությունը, այս զգացումը, որ ինձնից ինչ-որ հիմնարար բան են խլել։ Դու ինձ ստիպեցիր հավատալ, որ դա պարանոյա է, որ ես խնդիրներ եմ հորինում։ Բայց այդպես չէր։ Ես զգում էի նրա բացակայությունը։ Ճշմարտության բացակայությունը։ Ռուզաննան մի քայլ հետ արեց, կարծես ֆիզիկապես հարվածված լիներ, նրա դեմքն առաջին անգամ ցույց տվեց ինչ-որ բան, որը կարծես իսկական խոցելիություն լիներ։ Բայց դա ընդամենը մի ակնթարթ էր, նախքան զայրույթը լիովին ուժով վերադարձավ։ Դու ինձ հիմա թույլ կտաս գնամ, հրամայեց նա, փորձելով վերականգնել որոշակի հեղինակության տոն, որն այլս չուներ։ Եվ մենք բոլորս կմոռանանք այս անհեթեթ խոսակցությունը։ Վաղը այս կինը այստեղից դուրս կլինի, ամեն ինչ կվերադառնա իր հունին։ Այն, ինչ միշտ պետք է լիներ։ Ոչ, պատասխանեց Տիգրանը բացարձակ հանգստությամբ։ Դու կմնաս այստեղ, մինչ ես հստակ որոշեմ, թե ինչ անել քեզ հետ։ Ես վկաներ կհավաքեմ, ամեն ինչ կփաստագրեմ, կապահովեմ, որ դու պատասխան տաս քո արածի համար։ Իսկ Վարդուհին ոչ մի տեղ չի գնա։ Սա միշտ եղել է նրա տունը, միշտ։ Դու ես այստեղ ներխուժողը։ Դու ես, որ չես պատկանում։ Նունեն ամեն ինչ դիտում էր արագացած սրտով։ Նրա մի մասը ուզում էր միջամտել, բայց գիտեր, որ դա մի պահ էր, որը Տիգրանը պետք է մենակ դիմակայեր։ Դա անհրաժեշտ խզումն էր, այն անտեսանելի պորտալարի կտրումը, որը նրան այդքան երկար կապել էր Ռուզաննայի մանիպուլյացիաներին։ Կինը տպավորիչ արագությամբ փոխեց մարտավարությունը։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, որոնք անկեղծ էին թվում, նրա ձայնը դարձավ մեղմ ու աղաչող։ Տիգրան, սիրելիս, խնդրում եմ։ Դու շփոթված ես, սթրեսի մեջ։ Ես հիանալի հասկանում եմ։ Բայց մի արա դա։ Դեն մի նետիր այն ամենը, ինչ մենք միասին կառուցել ենք, այս բոլոր տարիները, անցյալի պատմությունների պատճառով։ Ես քեզ սիրում եմ։ Դու գիտես, որ սիրում եմ։ Թույլ մի տուր, որ նրանք ոչնչացնեն այն, ինչ մենք ունենք։ Բայց Տիգրանը չսասանվեց։ Եթե դու ինձ իսկապես սիրեիր, Ռուզաննա, երբեք չէիր անի այն, ինչ արեցիր։ Երբեք չէիր թաքցնի ճշմարտությունն ինձնից այս բոլոր տարիների ընթացքում։ Երբեք չէիր փորձի սպանել մորս։ Սերը չի կառուցվում ստերի ու դաժանության վրա։ Այն, ինչ մենք ունեցել ենք, եթե իսկապես ինչ-որ իրական բան ենք ունեցել, ավարտվեց այն պահին, երբ դու անպաշտպան կնոջը կապեցիր Սյանը մահանալու համար։ Բառերը կախված մնացին օդում, վերջնական ու անդառնալի, ինչպես դատավճիռ։ Ռուզաննան այդ պահին հասկացավ, որ լիովին պարտվել է։ Ամբողջ մանիպուլյացիան, ամբողջ վերահսկողությունը, որը նա տարիներ շարունակ այդքան արդյունավետորեն իրականացրել էր, ամեն ինչ փլուզվում էր, ինչպես թղթե ամրոց ուժեղ քամու տակ։ Դու կզղջաս դրա համար, ասաց նա, այժմ նրա ձայնը նորից կոշտ դարձավ, զուրկ քնքշության ցանկացած ծածումից։ Ես կհեռանամ այս կալվածքից, ինձ հետ կտանեմ այն ամենը, ինչ օրինականորեն իմն է։ Այն փաստաթղթերը, որոնք քո սիրելի մայրն այդքան առատաձեռնորեն փոխանցել է իմ անունով, երբ կարծում էր, թե կարող է ինձ գնել։ Գույքը, իրավունքները։ Դու կբացահայտես, որ առանց ինձ շատ բան չի մնում, Տիգրան։ Տիգրանը ժպտաց, բայց դա տխուր ժպիտ էր, առանց հումորի, որը նշույլի։ Կարող ես ամեն ինչ տանել։ Ինձ նյութական բարիքները չեն հետաքրքրում։ Նախընտրում եմ զրոյից սկսել ճշմարտությամբ, քան շարունակել հարուստ լինել ստերի վրա։ Իսկ փաստաթղթերի մասին իմ փաստաբաններն արդեն վերանայում են բոլոր փոխանցումները, որոնք դու արել ես։
Հարկադրանքով կամ խարդախությամբ ստացված ցանկացած բան կվերադարձվի։ Դու դա գիտես։ Ռուզաննան մի քանի վայրկյան նայեց նրան, այդ պահին Նունեն հստակ տեսավ, թե ով էր նա իրականում այդ ամբողջ խնամքով կառուցված ճակատի տակ։ Այո, զայրույթ կար, բայց նա վախ։ Ամեն ինչ կորցնելու վախ, հետանքներին դիմակայելու վախ, այն իշխանության դիրքից հեռու կյանք վերակառուցելու վախ, որն այդքան թանկ էր գնահատում։ Սա չի ավարտվել, նա թքեց բառերը թույնի պես։ Դու դեռ ինձ կփնտրես։ Կհասկանաս քո սխալը, երբ մենակ մնաս այս երկուսի հետ, որոնք սնվում են քո հույզերից։ Եվ այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի։ Նա շրջվեց դուրս եկավ, դուռը շրխկացնելով այնքան ուժեղ, որ պատերի նկարները դողացին։ Նրա քայլերը արձագանքեցին միջանցքում, արագ ու կատաղի, ուղեկցվելով դռների բռնի բացվելու ու փակվելու, գզրոցների դատարկվելու ձայներով, նրա կատաղությունը դրսևորվում էր իր շրջապատի առարկաների հետ վարվելու դաժան ծով։ Տիգրանը ծանր նստեց բազկաթոռին, ձեռքերն անցկացնելով դեմքի վրայով խորը հյուծվածության ժեստով։ Վարդուհին ու Նունեն հայացք փոխանակեցին, նախքան Նունեն մոտեցավ նրան, ձեռքը մեղմորեն դնելով նրա ուսին լուռ մխիթարության փորձով։ Դուք ճիշտ բան արեցիք, ասաց նա ցածրաձայն, նրա ձայնը լի անկեղծությամբ։ Գիտեմ, որ ցավում է, բայց դա անհրաժեշտ էր։ Գիտեմ, պատասխանեց նա, նրա ձայնը հոգնած, բայց նա թեթության նշույլով դուրս եկավ։ Ցավում է, որովհետև հասկանում եմ, որ իմ ամբողջ կյանքը հիմնված է եղել ստերի վրա։ Որ այն մարդը, ում ես վստահում էի, ում հետ կիսում էի իմ կյանքը, ընդունակ էր նման հրեշավոր բանի։ Բայց մինույն ժամանակ, զգում եմ, որ վերջապես կարող եմ շնչել։ Կարծես մի բեռ, որի մասին նույնիսկ չգիտեի, որ կրում եմ, հանվել է ուսերիցս։ Ցավը բուժման մի մասն է, ասաց Վարդուհին այն աթոռից, որտեղ նստած էր, նրա ձայնը մեղմ, բայց լի տառապանքից ծնված իմաստությամբ։ Ցավում է, որովհետև դու վերջապես զգում ես այն ամենը, ինչը ճնշված է եղել տասնամյակներ շարունակ։ Բայց դա կանցնի, որդիս։ Այդ ցավի մյուս կողմում ճշմարտությունն է։ Եվ ճշմարտությունը միշտ ազատում է, նույնիսկ երբ այրում է անցնելիս։ Հաջորդ ժամերին կալվածքը պատվեց անսովոր իրարանցումով։ Ռուզաննան կատաղի շտապողականությամբ հավաքում էր իր իրերը, հրամաններ գոռալով շփոթված աշխատողներին, որոնք հազիվ գիտեին, թե ինչպես արձագանքել։ Ոմանք փորձում էին օգնել նրան սովորության կամ վախի ուժով, մյուսները պարզապես հեռվից դիտում էին, մարսելով իրենց աչքի առաջ տեղի ունեցող դրամատիկ փոփոխությունը։ Նունեն իջավ խոհանոց, երբ ամեն ինչ մի փոքր հանդարտվեց, գտավ տիկին Սոնային թեյ պատրաստելիս, ձեռքերը թեթակի դողում էին, դեմքը նշմարված վերջին արցունքներով։ Խոհարարուհին բարձրացրեց հայացքը, երբ երիտասարդ աղջիկը ներս մտավ, այդ հայացքի մեջ այնքան մեղք կար, որ Նունեն զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Ուրեմն ճիշտ է, հարցրեց Սոնան ցածր ու կոտրված ձայնով։ Նա իսկապես դա արել է տիկին Վարդուհու հետ։ Կապել է նրան մահանալու համար։ Նունեն գլխով արեց, նստելով խոհանոցի կենտրոնը զբաղեցնող ծանր փայտե սեղանի մոտ։ Արել է։ Եվ դեռ փորձել է ամեն ինչ ծածկել, ծածնել, թե ոչինչ չի պատահել։ Բայց հիմա ճշմարտությունը դուրս է եկել։ Եվ այլս հետդարձի ճանապարհ չկա։ Տիկին Սոնան ուժգին փակեց աչքերը, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Ես գիտեի, խոստովանեց նա տանջալից շշուկով։ Աստված ների ինձ, բայց ես գիտեի, որ ինչ-որ բան շատ սխալ է։ Երբեմն հեռվից տեսնում էի տիկին Վարդուհուն, երբ գնում էի կալվածքի հետնամաս, չափազանց նիհար, չափազանց տխուր։ Եվ ձացնում էի, թե չեմ տեսնում, որովհետև վախենում էի։ Վախենում էի կորցնել աշխատանքս, վախենում էի չկարողանալ պահել թոռներիս։ Բայց դա չի արդարացնում, երբեք չի արդարացնի։ Ես պետք է ինչ-որ բան անեի։ Ցանկացած բան։ Դուք կարող եք ինչ-որ բան անել հիմա, ասաց Նունեն հաստատակամորեն, բռնելով խոհարարուհու կնճռոտ ձեռքը։ Կարող եք պատմել ճշմարտությունը։ Կարող եք հաստատել այն, ինչ տեսել եք, ինչ իմացել եք։ Ձեր խոսքը կարևոր է, տիկին Սոնա։ Հիմա բոլոր խոսքերը կարևոր են։ Սոնան գլխով արեց, կարմրած աչքերում ծնվող վճռականությամբ։ Կպատմեմ, այո։ Ում որ պետք լինի լսել։ Անհրաժեշտության դեպքում իշխանություններին։ Ես այլս չեմ վախենա։ Ես այլս չեմ լինի անարդարության լուռ մեղսակից։ Այլ մարդիկ սկսեցին հայտնվել խոհանոցում, երբ լուրը տարածվում էր։
Պապի Գորգը, ամենահին տնտեսվարը, գլխարկը ձեռքին ամոթը դեմքին, պատմեց, որ տեսել է վարդուհուն հետնամաս տանելիս տասնամյակներ առաջ, երբ ընդամենը տղա էր, որն աշխատում էր հոր հետ։ Նա հնազանդվել էր վախից, այժմ ներողություն էր խնդրում։ Տիգրանն անմիջապես իջավ աստիճաններով, ձեռքը դրեց ավելի տարեց մարդու ուսին հասկացողության ու ներման ժեստով։ Դուք պետք չէ ներողություն խնդրեք, Գորգ։ Վախը շատ հզոր ու իրական բան է։ Կարևորն այն է, որ հիմա մենք բոլորս ազատ ենք դրանից։ Կարող ենք նորից սկսել ազնվությամբ։ Այդ ժամանակ այլ աշխատողներ սկսեցին խոսել, յուրաքանչյուրը կիսվելով ճշմարտության փոքրիկ կտորներով, որոնք տարիներ շարունակ պահել էին։ Տիկին Լուսինեն արցունքների միջից պատմեց այն անգամների մասին, երբ գաղտնի ուտելիք էր տանում վարդուհուն, երբ ոչ ոք չէր նայում։ Տիկին Սոնան խոստովանեց, որ ծացրել է, թե չի տեսնում նրան, երբ երբեմն հանդիպում էին կալվածքում։ Կարծես հուզական պատնեշը վերջապես փլուզվել էր, այն ամենը, ինչ այդքան երկար զսպված էր, կարող էր առաջին անգամ ազատ հոսել։ Երբ գիշերն ամբողջովին իջավ կալվածքի վրա, Ռուզաննան արդեն հեռացել էր։ Նա տարել էր իր շտապ հավաքած ճամպրուկները, որոշ անձնական իրեր, այն դառը խոստումը, որ սա չի ավարտվել։ Բայց Տիգրանին դա չէր հետաքրքրում։ Երկար տարիների մեջ առաջին անգամ նա զգում էր, որ կարող է ազատ շնչել, որ կարող է ազնիվ լինել ինքն իր հետ այն մասին, թե ով է որտեղից է գալիս։ Նա բարձրացավ այն սենյակ, որտեղ Վարդուհին ու Նունեն այժմ ցածրաձայն զրուցում էին, պատմություններ փոխանակում, կորցրած տասնամյակների դատարկ տարածքները լցնում բառերով, արցունքներով տատանվող ծիծաղով։ Նա կանգ առավ դռան մոտ, դիտելով երկուսին, զգաց, թե ինչպես է ինչ-որ բան խորապես տաքանում իր կրծքում։ Սա ընտանիք էր։ Սա իրական էր։ Եվ դա անսահման ավելի արժեքավոր էր, քան ցանկացած հարմարավետ սուտ, որին նա երբեք հավատացել էր որպես ճշմարտություն։ Կարող եմ մտնել, հարցրեց նա մեղմորեն։ Երկուսն էլ ժպտացին, գլխով արեցին, որ միանա, տեղ բացելով մահճակալի վրա, որտեղ նստած էին։ Տիգրանը տեղավորվեց նրանց միջ, երկար ժամանակվա մեջ առաջին անգամ զգաց, որ գտնվում է հենց այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Առջում ճանապարհը դժվար կլիներ, նա գիտեր։ Կլինեին հետանքներ, մարտահրավերներ, գուցե նույնիսկ իրավական պայքարներ։ Բայց դա կարևոր չէր։ Որովհետև հիմա նա ուներ մի բան, որը երբեք իսկապես չէր ունեցել։ Նա վերադարձրել էր իր ընտանիքը։ Եվ նա պատրաստ էր պայքարել դրա համար։ Արի առաջին ճառագայթները ներս էին թափանցում վարագույրներից, երբ Տիգրանն արթնացավ։ Տարիների մեջ առաջին անգամ նա խորը քնել էր, առանց մղձավանջների, առանց այն զգացողության, որ ինչ-որ բան սխալ է։ Նա վեր կացավ, գնաց պատուհանի մոտ, դիտելու, թե ինչպես է կալվածքն արթնանում ոսկեգույն լույսի տակ։ Աշխատողներն արդեն սկսում էին իրենց գործերը, անասունները հեռվում բառաչում էին, վարդագույն երանգներով երկինքը խոստանում էր մեկ տաք օր։ Օդում ինչ-որ տարբեր բան կար, մի թեթություն, կարծես անտեսանելի մի բեռ հանվել էր ամբողջ կալվածքից։ Նա իջավ խոհանոց, գտավ Նունեին սուրճ պատրաստելիս։ Նա պայծառ ժպտաց։ Բարի լույս, քեռի Տիգրան, ասաց նա։ Նա քեռի էր, նա ընտանիք ուներ։ Բարի լույս, զարմուհիս, պատասխանեց նա, ծիծաղելով։ Ինչպես է մայրս։ Օրեցօր ավելի լավ։ 3 ժամերով խոսեցինք։ Նա պատմեց մորս, ընտանիքի մասին։ Վերջապես ամեն ինչ իմաստ ունի։ Տիգրանը գլխով արեց։ Նա նույնպես գիշերն անցկացրել էր Վարդուհուն լսելով, նրա պատմությունները լցնում էին հիշողության բացերը։ Որքան շատ էր լսում, այնքան շատ էր հիշում, կարծես նրա միտքը վերջապես կարողանում էր մուտք գործել այն, ինչը տասնամյակներ շարունակ փակված էր եղել։ Սուրճից հետո նա որոշեց խոսել բոլոր աշխատողների հետ։ Խնդրեց, որ Նունեն նրանց հավաքի բակում։ Երբ բոլորը ներկա էին, նա բարձրացավ պատշգամբ, տեսանելի լինելու համար։ Շնորհակալություն հայտնեց ներկայության համար, սկսեց բացատրել ճշմարտությունը Վարդուհու մասին, իր մոր, որը այդքան տարիներ թաքցված էր պահվել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այստեղ ներկա գտնվելու համար, սկսեց Տիգրանը, նրա ձայնը հաստատուն, բայց լի անկեղծ հուզմունքով։ Գիտեմ, որ վերջին օրերը չափազանց շփոթեցնող էին, լի փոփոխություններով ու բացահայտումներով, որոնք ոչ ոք չէր սպասում։ Դուք արժանի եք իմանալու ամբողջական ճշմարտությունն այն մասին, թե ինչ է պատահել։ Այն կինը, որին Նունեն գտավ եգիպտացորենի դաշտում կապված, օտար մարդ չէ, որը ներխուժել է կալվածք։ Նա Վարդուհի Ալմեիդյան Մարտիրոսյանն է։ Իմ մայրը։
Նա միշտ այստեղ է եղել, այս կալվածքում, բայց թաքցված է պահվել, հեռացված, վերաբերվել են նրան, կարծես գոյություն չունենար։ Սա սարսափելի անարդարություն էր, որը չափազանց երկար տեց։ Հավաքված աշխատողների միջ խշշոց բարձրացավ։ Ոմանք անկեղծորեն զարմացած էին թվում, մյուսներն ակնհայտորեն արդեն տարիներ շարունակ կասկածում էին, որ ինչ-որ բան շատ սխալ է։ Տիկին Սոնան պապի գորգը փոխանակեցին իմաստով ու ընդհանուր մեղքով լի հայացքներ։ Այն, ինչ պատահել է նրա հետ, անընդունելի է, շարունակեց նա։ Նման բան այստեղ այլս երբեք չի կրկնվի։ Ոչ ոք չի մոռացվի, լռեցվի կամ անարգվի։ Այս կալվածքը աշխատանքի արժանապատվության վայր է։ Ոմանք ծափահարեցին։ Տիգրանը շարունակեց ասելով, որ ով ցանկանա խոսել այն մասին, ինչ տեսել է, պաշտպանված կլինի։ Պապի գորգը մի քայլ առաջ արեց պատմեց, որ տեսել է վարդուհուն հետնամաս տանելիս տարիներ առաջ, երբ աշխատում էր հոր հետ։ Նա հնազանդվել էր վախից, այժմ ներողություն էր խնդրում։ Տիգրանն անմիջապես իջավ աստիճաններով ձեռքը դրեց ավելի տարեց մարդու ուսին հասկացողության ու ներման ժեստով։ Դուք պետք չէ ներողություն խնդրեք, գորգ։ Վախը շատ հզոր ու իրական բանտ է։ Կարևորն այն է, որ հիմա մենք բոլորս ազատ ենք դրանից։ Կարող ենք նորից սկսել ազնվությամբ։ Այդ ժամանակ այլ աշխատողներ սկսեցին խոսել, յուրաքանչյուրը կիսվելով ճշմարտության փոքրիկ կտորներով, որոնք տարիներ շարունակ պահել էին։ Տիկին Լուսինեն արցունքների միջից պատմեց այն անգամների մասին, երբ գաղտնի ուտելիք էր տանում վարդուհուն, երբ ոչ ոք չէր նայում։ Տիկին Սոնան խոստովանեց, որ ծացրել է, թե չի տեսնում նրան, երբ երբեմն հանդիպում էին կալվածքում։ Կարծես հուզական պատնեշը վերջապես փլուզվել էր, այն ամենը, ինչ այդքան երկար զսպված էր, կարող էր առաջին անգամ ազատ հոսել։ Երբ հանդիպումն ավարտվեց գրեթե 1 ժամ անց, Տիգրանը զգաց, որ ինչ-որ հիմնարար ու խորը բան ընդմիշտ փոխվել է։ Դա ոչ միայն վարդուհու, Նունեի կամ Ռուզաննայի մասին էր։ Դա այդ մարդկանց ամբողջ համայնքի մասին էր, թե ինչպես էին նրանք վերաբերվում միմյանց, թե ինչպիսի վայր պետք է լիներ այգեստան կալվածքը այսուհետ։ Ճշմարտության վայր, ոչ թե մեղսակցային լռությունների։ Նա վերադարձավ տուն, բարձրացավ վարդուհու սենյակ։ Նա նստած էր բաց պատուհանի կողքի հարմարավետ բազկաթոռին, նայելով այն բնապատկերին, որը միշտ իրավամբ իրենն էր եղել, բայց որից նա դաժանորեն զրկված էր եղել այդքան երկար։ Այգի ներքում ծաղկում էր, ծառերը մեղմորեն օրորվում էին զեփյուռից, ամեն ինչ կարծես ավելի կենդանի էր։ Նա շրջվեց, երբ նա ներս մտավ, նրա կնճռոտ դեմքին մի խաղաղ հանգստություն կար։ Ես լսեցի, թե ինչպես էիր ներքում խոսում աշխատողների հետ, ասաց նա մեղմորեն, միայնակ մի արցունք հոսելով նրա դեմքով։ Հայրդ շատ կհպարտանար այն տղամարդով, որը դու դարձել ես, Տիգրան։ Նույնիսկ եթե այսքան երկար ժամանակ պահանջվեց մինչ այստեղ հասնելը, դու հասար։ Եվ դա է այն, ինչն իսկապես կարևոր է վերջում։ Տիգրանը նստեց մահճակալի եզրին, նրա դիմաց, վերցնելով նրա փոքրիկ ու սառը ձեռքերն իրենց մեջ։ Մայր, ասաց նա, բառը դեռ որոշակի դժվարությամբ, բայց ավելի ու ավելի բնական էր դուրս գալիս, այնքան բան կա, որ ուզում եմ անել, ինչ-որ կերպ փոխհատուցելու մեր կորցրած ամբողջ ժամանակը։ Բայց ես նույնիսկ չգիտեմ, թե կոնկրետ որտեղից սկսեմ։ Վարդուհին սեղմեց նրա ձեռքերը այն զարմանալի ուժով, որը վերականգնում էր։ Դու բացարձակապես ոչինչ փոխհատուցելու կարիք չունես, սիրելի որդիս։ Անցյալն արդեն անցել է, չի կարող փոխվել, որքան էլ մենք ուզենանք։ Իսկապես կարևորը ներկան է, այս պահը։ Այն է, որ մենք կարող ենք այստեղ միասին լինել, վերականգնելով այն, ինչը կոտրվել էր այդքան երկար ժամանակ առաջ։ Եվ մենք մեզ հետ ունենք նա Նունեին։ Իմ թոռնուհուն։ Քո զարմուհուն։ Մի թանկարժեք երկրորդ հնարավորություն, որը Աստված կամ ճակատագիրը մեզ տվեց, երբ մենք այլս հրաշքների չէինք սպասում։ Կարծես իր անվան հիշատակումից կանչված, Նունեն հայտնվեց դռան մոտ հենց այդ պահին, տաք թեյով դեռ տաք տնական թխվածքաբլիթներով սկուտեղը ձեռքին։ Կարող եմ մտնել, հարցրեց նա այն ժպիտով, որը լուսավորում էր ցանկացած միջավայր։ Իհարկե, սիրելիս, պատասխանեց վարդուհին մայրական քնքշությամբ։ Արի, նստիր մեզ հետ։ Դու այս ընտանիքի մի մասն ես, որքան մեզնից յուրաքանչյուրը։ Նունեն զգուշորեն դրեց սկուտեղը կողքի սեղանիկին, տեղավորվեց հատակին, հենվելով պատին, մի դիրքով, որը հիշեցնում էր, թե երբ երեխա էր լսում էր այն տատիկի պատմությունները, որին հազիվ էր ճանաչել։ Երեքը այնտեղ զրուցեցին ժամերով, հաջորդ քայլերի, կալվածքում անհրաժեշտ փոփոխությունների, մոռացված կամ ջնջվածների։ Հիշատակը պատշաճ կերպով հարգելու մասին։
Ես ուզում եմ հետնամասի տնակը, որտեղ դու ապրել ես, վերածել հուշահամալիրի, հանկարծ ասաց Տիգրանը, գաղափարը բյուրեղյա պարզությամբ ծնվելով նրա մտքում։ Ոչ թե հիվանդագին տխրության վայր, այլ իմաստալից հիշատակի ուսուցման։ Որպեսզի ոչ ոք երբեք չմոռանա, թե ինչ է պատահել այնտեղ։ Որպեսզի այս սարսափելի պատմությունը երբեք չկրկնվի, ոչ այստեղ, ոչ էլ որե այլ տեղ։ Վարդուհին մի քանի պահ լուռ քննարկեց գաղափարը, հետո հավանությամբ գլխով արեց. Լավ գաղափար է, որդիս։ Ցավը ուսուցման վերածելը հսկայական արժեք ունի։ Բայց ոչ միայն ստատիկ հուշահամալիր։ Ես ուզում եմ, որ դա նա ապաստանի վայր լինի։ Մարդկանց համար, ովքեր օգնության անվտանգ վայրի մեկի կարիք ունեն, ով կտեսնի նրանց, կճանաչի նրանց մարդկայնությունը։ Թող այն տարածքը, որը եղել է մեկուսացման ու տառապանքի, դառնա ներառման ու բուժման տարածք։ Նույնեն զգաց, որ աչքերը նորից լցվում են երախտագիտության արցունքներով։ Դուք անհավանական մարդիկ եք, ասաց նա ցածրաձայն, նրա ձայնը լի հուզմունքով։ Երկուս ստել։ Կարողանալ այդքան տառապանքը վերածել մի բանի, որը կօգնի ուրիշներին։ Դա իսկապես արտասովոր է։ Հաջորդած օրերը լի էին ինտենսիվ գործունեությամբ, խորը փոփոխություններով։ Տիգրանն անմիջապես սկսեց վերակազմակերպել կալվածքի ամբողջ կառավարումը, աշխատելով փաստաբանների հետ բերելու Ռուզաննայի կատարած խարդախ փոխանցումները, վերականգնելով կարևոր փաստաթղթերն ու գույքը, որը նա փորձել էր յուրացնել։ Նա բացահայտեց, որ նա մանրակրկիտ էր եղել գողության իր փորձերի մեջ, բայց նրա շտապողական գործողությունները առերեսվելիս թողել էին հստակ հետքեր, որոնք շատ էին հեշտացնում ամեն ինչի վերականգնումը։ Հմուտ փաստաբան բարձվեց, ապահովելու, որ Վարդուհին ստանա այն ամբողջ իրավական ճանաչումը, որին արժանի էր որպես Արշակ Մարտիրոսյանի օրինական մայր առաջին կին։ Փաստաթղթերը կարգի բերվեցին, վկաները լսվեցին, փաստագրվեցին, աստիճանաբար պաշտոնական ճշմարտությունը սկսեց համապատասխանել իրական ճշմարտությանը, որը միշտ գոյություն էր ունեցել, բայց շղթվել էր։ Հետնամասի տնակը լիովին վերանորոգվեց սիրով ու նպատակով։ Այն վերածվեց գյուղատնտեսական աշխատողների նրանց ընտանիքների համար փոքրիկ աջակցության կենտրոնի, առաջարկելով հիմնական բժշկական օգնություն, կրթական աջակցություն երեխաների համար, հոգեբանական ուղեկցություն նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեին։ Վարդուհին պնդեց, որ ակտիվորեն մասնակցի մի քանի շաբաթ անց տեղի ունեցած բացմանը, կտրելով արարողակարգային ժապավենը Տիգրանի Նունեի կողքին, երեքը ժպտում էին այն լուսանկարներին, որոնք կփաստագրեին քավության նոր սկզբի այդ պատմական պահը։ Նունեն, որը նախկինում պարզապես անտեսանելի առանց հստակ ապագայի սպասուհի էր, այժմ կալվածքում ընտանիքում լիովին այլ նշանակալի դեր ուներ։ Տիգրանը կտրականապես պնդեց, որ նա սովորի, որ իրականացնի այն կրթական երազանքները, որոնք նա թողել էր անհրաժեշտության պատճառով։ Նա նրան ընդունեց Արտաշատի հիանալի համալսարաններից մեկը, ապահովելով, որ նա կունենա բացարձակապես այն ամենը, ինչի կարիքը կունենա իր համար ցանկալի փայլուն ապագան կառուցելու համար։ Բայց երիտասարդ աղջիկը պնդում էր, որ վերադառնա կալվածք, երբ կարողանա, հատկապես հանգստյան օրերին, Վարդուհու մոտ լինելու, վերջապես ճանաչած տատիկին խնամելու, թանկարժեք կտոր առ կտոր վերականգնվող ընտանեկան կապերն ամրապնդելու համար։ Վարդուհին, իր հերթին, տեսանելիորեն ծաղկում էր ամեն օր։ Նա առողջ քաշ էր հավաքում, մաշկը վերականգնում էր կենսունակությունն ու փայլը, ժպիտը ավելի ու ավելի հաճախ էր վերադառնում։ Նա արոտ կեսօրներն անցկացնում էր ծաղկած այգում, որը միշտ սիրել էր, բայց որից զրկված էր եղել, անձամբ խնամելով ծաղիկները ձեռքերով, որոնք վերագտնում էին ազատ աշխատանքի հաճույքը։ Եվ ամեն գիշեր, առանց բացառության, քնելուց առաջ Տիգրանը գնում էր նրա սենյակ, նստում մահճակալի կողքին, խնդրում, որ նա մի պատմություն պատմի։ Ինչպես անում էր, երբ նա փոքր երեխա էր։ Ինչպես պետք է շարունակեր անել այն բոլոր գողացված տարիներին։ Մարտի մի տաք կիրակի, դրամատիկ փրկությունից ուղիղ 3 ամիս անց, կալվածքը հատուկ իմաստով լի տոնակատարություն ընդունեց։ Վարդուհու ծննդյան օրն էր, Տիգրանը պնդեց, որ հավաքի բոլոր աշխատողներին, տարածաշրջանից որոշ ընկերների, ովքեր գիտեին պատմությունը, տոնի ոչ միայն կյանքիս 1 տարին, այլ հիմնականում այն կնոջ լիակատար վերացնունդը, որը հրաժարվել էր ընդմիշտ ջնջվել։ Ուրախ խնջույքի մեջտեղում, կենդանի երաժշտությամբ առատ ուտելիքով, Վարդուհին ընդհանուր լռություն խնդրեց։ Բոլորն անմիջապես դադարեցին, նրան ուշադրությամբ ու հարգանքով լսելու համար։ Նա կանգնած էր Տիգրանի Նունեի կողքին, 3 սերունդները վերջապես վերամիավորված տեսանելի։ Ես ուզում եմ խորապես շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այսօր այստեղ են, ինձ հետ տոնելու, սկսեց նա, նրա ձայնը հաստատուն ու պարզ, չնայած առաջացած տարիքին։
Ես շատ տարիներ անցկացրել եմ լիովին անտեսանելի, մոռացված, անկեղծորեն հավատալով, որ այս աշխարհում ոչ ոքի համար կարևոր չեմ։ Բայց ես բացահայտեցի, որ միշտ կարևոր եմ եղել։ Իմ որդու համար, որն անգիտակցաբար կրում էր իմ կենդանի հիշողություններն իր ներսում։ Իմ թոռնուհու համար, որն ինձ փնտրում էր, նույնիսկ չիմանալով, թե ով եմ ես իրականում։ Եվ ձեզանից յուրաքանչյուրի համար, ով նույնիսկ կաթվածահար անող վախի պայմաններում պահպանել է ճշմարտության թանկարժեք փոքրիկ կտորները, մինչ այն վերջապես կարողանար լիովին բացահայտվել։ Այսօր ես տոնում եմ ոչ միայն իմ ապրած տարիները, այլ տոնում եմ այն կյանքը, որն ինձ վերադարձվեց։ Եվ խոստանում եմ այն ինտենսիվորեն հարգել յուրաքանչյուր օր, որ դեռ ինձ մնացել է։ Բոլորը հուզված ծափահարեցին, շատերը բացահայտ լաց եղան, խնջույքը շարունակվեց մինչ ուշ գիշեր, հիասքանչ պարզ աստղալից երկնքի տակ։ Երբ վերջապես կալվածքը լռեց, բոլորը գնացին քնելու, Տիգրանը մենակ մնաց պատշգամբում, նայելով վերի անսահման աստղերին։ Նունեն քիչ անց միացավ նրան, բերելով 2 բաժակ տաք թեյ։ Ինչի՞ մասին ես մտածում, Քերի, հարցրեց նա մեղմորեն։ Այն մասին, թե ինչպես կարող է կյանքն այդքան արմատապես այդքան արագ փոխվել, պատասխանեց նա մտածկոտ։ Ընդամենը 3 ամիս առաջ ես ապրում էի միստի մեջ, որը հարմարավետ ու ճշմարիտ էի համարում։ Այսօր ես ապրում եմ մի ճշմարտության մեջ, որը երբեմն դեռ անհարմար է, բայց անսահման ավելի իրական է։ Եվ ես դա բացարձակապես ոչ մի բանի հետ չէի փոխի։ Ես էլ, եռանդուն համաձայնեց Նունեն։ Ես ամբողջ կյանքս ինձ թերի եմ զգացել, կարծես ինձնից ինչ-որ հիմնարար բան պակասեր։ Հիմա գիտեմ, որ ինչ-որ բան չէր պակասում։ Մարդիկ էին պակասում։ Ընտանիք էր պակասում։ Դուք էիք պակասում։ Երկուսը այնտեղ մնացին ընկերական ու հարմարավետ լռության մեջ, մինչ Վարդուհին հայտնվեց դռան մոտ, փաթաթված գունավոր շալով։ Ամբողջ գիշեր այնտեղ եք մնալու, տիեզերքը դիտելով, թե… Քնելու եք, հարցրեց նա չարաճճի ժպիտով, որը նրան տասնամյակներով ավելի երիտասարդ էր դարձնում։ Տիգրանն անկեղծորեն ծիծաղեց ասպետական ժեստով նրան առաջարկեց իր թ. Գնանք քնելու, մայր։ Վաղը մենք մի ամբողջ նոր օր ունենք առջում։ Եվ ունենք, այո, համաձայնեց Վարդուհին շոշափելի ուրախությամբ։ Մենք ունենք բոլոր օրերը, որոնք կցանկանանք հիմա։ Որովհետ մենք վերջապես լիովին ազատ ենք։ Ազատ վախից, ազատ ստերից, ազատ լինելու հենց այն, ինչ միշտ պետք է լինեինք։ Երեքը միասին մտան տուն, մեղմորեն փակելով դուռը իրենց հետից։ Դրսումը այգեստան կալվածքը հանգիստ քնած էր անսահման աստղալից երկնքի տակ, նրա օրնված հողերն այժմ պահպանում էին ոչ միայն ցավի ու դաժան լռության հին պատմություններ, այլ քավության, քաջ ճշմարտության մի սիրո նոր պատմություններ, որը հրաշքով գոյատել էր հարկադիր մոռացության ամբողջ տասնամյակներ։ Ի վերջո, ոչ թե իշխանությունը փրկեց Վարդուհուն հաստատ մահից։ Ոչ թե փողը կամ սոցիալական դիրքը։ Դա մի երիտասարդ աղջկա անկեղծ քաջությունն էր, որը հրաժարվեց մյուս կողմ նայել, երբ բախվեց անարդարությանը։ Դա մի որդու ցավալի ազնվությունն էր, որը գիտակցաբար ընտրեց անհարմար ճշմարտությունը, հարմարավետ ստի փոխարեն։ Դա մի կնոջ անսասան ուժն էր, որը, նույնիսկ համակարգված կերպով ջնջվելով, երբեք իսկապես չդադարեց գոյություն ունենալ։ Եվ այնտեղ, Արտաշատի այդ կալվածքում, դաժանորեն խզված ընտանիքի 3 սերունդ վերջապես գտան միմյանց վերադարձի ճանապարհը։ Ոչ թե սարսափելի անցյալը ջնջելու համար, դա անհնար անազնիվ կլիներ, այլ այն ճշմարտությամբ հարգելու, դրանից խորապես սովորելու մի ապագա կառուցելու համար, որտեղ այլս ոչ ոք չի մոռացվի, որտեղ բոլոր ձայները հստակ կլսվեն, որտեղ ճշմարտությունը, որքան էլ սկզբում ցավալի լիներ, միշտ սուրբ տեղ կունենա ծաղկելու համար։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, անկեղծորեն հուսով ենք, որ Վարդուհու, Տիգրանի Նունեի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք վերամիավորման, ճշմարտության քավության այս ինտենսիվ ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը ճշմարիտ կողմը, մեզ հիշեցնում, որ երբեք ուշ չէ անելու այն, ինչը ճիշտ է։ Անհամբեր սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։